Անձրոտ մի գիշեր մի խորհրդավոր տիկին թակում է մեկուսի խրճիթի դուռը, ապաստան խնդրելով։ Այն, ինչ թվում էր բարության դրսորում, շուտով վերածվում է վտանգի, երբ լուռ քայլեր են սկսում շրջապատել տունը։ Բայց այն ճշմարտությունը, որը նա կրում է իր հետ, սպառնում է խախտել մի հզոր ընտանիքի լռությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Անձրն անխնա տեղում էր Լոռու մարզի Հաղարծին փոքրիկ գյուղի վրա։ Սա այն գիշերներից էր, երբ թվում էր, թե երկինքը պատրաստվում է փլվել երկրի վրա, կավե արահետները վերածելով դավաճանական ճահճուտների, ստիպելով բնակիչներին ամուր փակվել իրենց տներում, աղոթելով, որ փոթորիկը շուտով անցնի։ Քամին ոռնում էր տարածաշրջանը շրջապատող անտառի ծառերի միջով, իսկ կայծակները պատռում էին մութ երկինքը, կարծես ուզում էին բացահայտել ստվերներում թաքնված գաղտնիքները։ Անահիտը նստած էր իր խրճիթի փոքրիկ բուխարու մոտ, հետելով բոցերի պարին, լսելով, թե ինչպես է անձրը թմբկահարում հին կղմինդրե տանիքը։ 26 տարեկանում նա սովորել էր գնահատել մենությունը։ Դա ընտրություն չէր, այլ հետանք նրա, որ ծնվել էր աղքատ մի երկրում, որտեղ ազգանունն ավելի մեծ կշիռ ուներ, քան բնավորությունը։ Լինելով լվացարարուհու դուստր, որն իր կյանքի վերջին օրերն անցկացրել էր տարածաշրջանի մեծ կալվածքներում աշխատելով, Անահիտը մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է մայրը խոնարհվում փող ու իշխանություն ունեցողների առաջ։ Երբ մայրը մահացավ մի հոգնածությունից, որը ոչ մի դեղամիջոց չկարողացավ բուժել, Անահիտին ժառանգություն մնաց միայն այս համեստ խրճիթը, այն համոզմունքը, որ նա պետք է միայնակ պայքարի արժանապատվության յուրաքանչյուր փշրանքի համար։ Նա աշխատում էր որպես դերձակուհի, կարկատաններ անելով, ասեղնագործելով գյուղի ընտանիքների համար։ Շատ բան չէր, բայց բավական էր ալյուր, լոբի, երբեմն էլ մի կտոր պանիր գնելու համար։ Անահիտը սովորել էր քչով բավարարվել։ Նրա միակ ընկերակիցները հին գրքերն էին, որոնք գտնում էր շուկայում կամ ստանում էր ավելի առատաձեռն տիրուհիներից։ Ընթերցանությունը նրա համար միջոց էր ճամփորդելու այս լեռներից այն կողմ, ճանաչելու աշխարհներ, որտեղ, գուցե, ծնունդը չէր որոշում ճակատագիրը։ Այդ գիշեր, երբ պատրաստվում էր քնելու, Անահիտը մի բան լսեց, որը ստիպեց նրան կանգ առնել սենյակի մեջտեղում։ Դա դռան թույլ թակոց էր։ Նա տատանվելով, մթության մեջ աչքերը լայն բացած, դանդաղ մոտեցավ։ Ով կարող էր լինել այնտեղ, այսպիսի փոթորկի մեջ։ Ամբողջ գյուղը պետք է փակված լիներ իր տանը։ Թակոցը կրկնվեց, այս անգամ ավելի թույլ, գրեթե շշուկի պես, թաց փայտին դիպչելով։ Անահիտը բացեց դուռը, այն, ինչ տեսավ, նրան անխոս թողեց։ Մի տարեց կին, ամբողջովին թրջված, կանգնած էր այնտեղ, ցրտից դողալով։ Նրա ճերմակ մազերը կպել էին դեմքին, բոբիկ ոտքերը ծածկված էին ցեխով, իսկ պատառոտված հագուստը կպել էր նիհար մարմնին։ Նա ոչինչ չասաց, պարզապես նայեց Անահիտին հոգնած աչքերով, որոնք կարծես շատ ցավերի բեռ էին կրում։ Առանց երկմտելու, Անահիտը նրան ներս քաշեց։ Հարցեր չտվեց։ Բացատրություններ չպահանջեց։ Պարզապես վարվեց այնպես, ինչպես կվարվեր իր մայրը, բարությամբ։ Արագ փակեց դուռը, վերցրեց մի հին, բայց մաքուր վերմակ փաթաթեց կնոջը, նրան առաջնորդելով դեպի բուխարին։ Անծանոթուհին այնքան էր դողում, որ Անահիտը վախեցավ, թե նա հենց այդտեղ կուշաթափվի։ Վազեց դեպի փոքրիկ խոհանոց, ջուր տաքացրեց, երիցուկի թեյ պատրաստեց։ Մինույն ժամանակ նա կողքից հետում էր կնոջը, փորձելով հասկանալ, թե ով է նա, որտեղից է գալիս։ Հենց այդ ժամանակ Անահիտը մի բան նկատեց։ Երբ կինը շարժվեց, որպեսզի ավելի լավ տեղավորվի կրակի մոտ, պատառոտված հագուստի տակից մի բան փայլեց։ Դա ոսկե վզնոց էր, նուրբ ակնհայտորեն թանկարժեք, թաքնված տարեց կնոջ կրծքին։ Անահիտը կուլ տվեց։ Այդ վզնոցը սովորական մարդու սեփականություն չէր։ Դա այնպիսի զարդ էր, որը բարձր հասարակության կանայք կրում էին Ալավերդյանների, ամբողջ տարածաշրջանի ամենահզոր ընտանիքի առանձնատանը կազմակերպվող պարահանդեսներին, խնջույքներին։ Անահիտը թեյը մեկնեց կնոջը, որը երկու դողացող ձեռքերով բռնեց այն, կարծես այդ ճաքճքած բաժակը աշխարհի ամենամեծ գանձը լիներ։ Նա դանդաղ խմեց, յուրաքանչյուր կումից հետո փակելով աչքերը, Անահիտը տեսավ, թե ինչպես մի արցունք սահեց անծանոթուհու կնճռոտ դեմքով։ Դա տխրության արցունք չէր, այլ թեթացման։ Խորը թեթացման, կարծես վերջապես, երկար ժամանակ անց, նա ապահով վայր էր գտել։ Անահիտը նստեց նրա կողքին, հարգելով լռությունը։
Գիտեր, որ որոշ վերքեր բառերով չեն բուժվում, այլ ներկայությամբ։ Նրանք երկար ժամանակ այդպես մնացին, լսելով միայն կրակի ճտտոցը դրսում անձրի ձայնը։ Աստիճանաբար կինը դադարեց դողալ։ Նրա շնչառությունը հանդարտվեց։ Բայց Անահիտը նկատեց, որ նա շարունակում էր զգոն մնալ, ինչպես վախեցած կենդանի, ժամանակ առ ժամանակ նայելով դռանը, կարծես սպասում էր, որ ամեն պահի ինչ-որ մեկը կկոտրի այն։ Վերջապես, տարեց կինը խոսեց։ Նրա ձայնը խռպոտ էր, հոգնածությունից ցավից նշմարված։ Շնորհակալ եմ, աղջիկ ջան։ Չգիտեմ ով ես, բայց թող Աստված օրհնի քեզ, ինձ ընդունելու համար։ Անահիտը գլխով արեց, չիմանալով ինչ ասել։ Հասկացավ, որ կինը այլս բացատրություններ չի տալու չհամառեց։ Վեր կացավ, վերցրեց մի մաքուր կտոր վերադարձավ, օգնելու նրան ավելի լավ մաքրվել։ Երբ կտորով սրբում էր կնոջ վիրավոր ոտքերը, Անահիտը սրտում սեղմոց զգաց։ Այդ ոտքերը շատ էին քայլել։ Դրանք վնասված էին, որոշ տեղերում արնահոսում էին։ Ով կարող էր մի տարեց կնոջ այս վիճակում թողնել։ Վերքերը հնարավորինս խնամելուց հետո Անահիտը կնոջն առաջարկեց մի հին վերնաշապիկ մաքուր կիսաշրջազգեստ։ Դրանք պարզ, կարկատած հագուստներ էին, բայց օճառի հոգատարության բույր ունեին։ Տարեց կինն ընդունեց առանց որևէ բան ասելու, բայց նրա աչքերը ցույց էին տալիս մի երախտագիտություն, որը Անահիտը երբեք չէր տեսել։ Կարծես մարդասիրության այդ պարզ դրսևորումը հազվագյուտ թանկարժեք բան լիներ։ Երբ կինը վերջապես պառկեց փոքրիկ ներքնակի վրա, որը Անահիտը պատրաստել էր սենյակի անկյունում, ծածկված իր ունեցած բոլոր վերմակներով, Անահիտն արթուն մնաց, նստած իր մորը պատկանող ճոճաթոռին։ Չէր կարողանում քնել։ Այս իրավիճակում ինչ-որ բան նրան խորապես անհանգստացնում էր։ Այդ կինը սովորական մուրացկան չէր։ Վզնոցը, նուրբ ձեռքերը, չնայած վերքերին, խոսելու ձ. Ամեն ինչ վկայում էր, որ նա հարմարավետ կյանքից էր գալիս։ Այդ դեպքում ինչու էր նա այստեղ, միայնակ, փախչելով անձրի տակ։ Անահիտը նայեց պատուհանից դուրս։ Փոթորիկը կարծես թուլանում էր, բայց դրսում խավարը բացարձակ էր։ Հանկարծ մի սարսուռ անցավ նրա մարմնով։ Մի պահ նրան թվաց, թե իրեն հետում են։ Նա դանդաղ վեր կացավ, մոտեցավ պատուհանին, փորձելով տեսնել հին վարագույրի միջով։ Ոչինչ։ Միայն անձրն ու գիշերը։ Բայց զգացողությունը պահպանվում էր։ Դրսում ինչ-որ մեկը կար։ Նա վստահ էր։ Վերադարձավ աթոռին, վերցրեց մեծ մկրատը, որն օգտագործում էր կտոր կտրելու համար, այն մոտ պահեց։ Դա զենք չէր, բայց դա այն էր, ինչ ուներ։ Գիշերվա մնացած մասն անցկացրեց արթուն, լսելով յուրաքանչյուր աղմուկ, տան փայտի յուրաքանչյուր շարժում, քամու։ Յուրաքանչյուր խշշոց։ Կինը խորը քնած էր, կարծես օրեր շարունակ չէր հանգստացել։ Եվ գուցե հենց այդպես էլ կար։ Երբ վերջապես լուսադեմը բացվեց, բերելով գորշ ու խոնավ լույս, Անահիտը վեր կացավ ցավացող մարմնով։ Նայեց տարեց կնոջը, որը դեռ քնած էր, որոշեց սուրճ պատրաստել։ Վառեց փայտի վառարանը, ջուր դրեց եռալու առանձնացրեց նախորդ օրվանից մնացած հացը։ Դա պարզ նախաճաշ կլիներ, բայց պատրաստված այն ամենով, ինչ ուներ։ Մինչ խառնում էր սուրճը, դրսում քայլերի ձայներ լսեց։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Փայտե գդալը մի կողմ դրեց, մոտեցավ պատուհանին։ Այն, ինչ տեսավ, ստիպեց նրան սառչել։ Խրճիթի շուրջը քայլերի հետքեր կային։ Շատ հետքեր։ Գիշերվա ընթացքում ինչ-որ մեկը եղել էր այնտեղ, շրջաններով քայլելով, դիտելով։ Անահիտը զգաց, թե ինչպես է վախը սառույցի պես բարձրանում կոկորդով։ Ով էլ լիներ, նա փնտրում էր կնոջը։ Եվ գիտեր, որ նա այնտեղ է։ Փորձեց հանգստանալ։ Գուցե դրանք պարզապես գյուղի բնակիչներն էին, հետաքրքրված ծխնելույզի ծխով։ Բայց խորքում գիտեր, որ այդպես չէ։ Այդ հետքերը դիտավորյալ էին, հաշվարկված։ Ինչ-որ մեկը հսկում էր։ Ինչ-որ մեկը սպասում էր։ Կինը քիչ անց արթնացավ, վախեցած, կարծես մղձավանջ էր տեսել։ Անահիտը բերեց սուրճն ու հացը, նստելով նրա կողքին։ Պետք է հասկանար, թե ինչ է կատարվում։ Չէր կարող պաշտպանել մեկին, չիմանալով, թե ինչից է պաշտպանում։ Տիկին, պետք է ինձ ասեք, թե ով է ձեր հետից ընկած, ասաց Անահիտը, հաստատակամ, բայց քնքուշ ձայնով։ Ես ձեզ չեմ մատնի, բայց պետք է իմանամ, թե ինչ է կատարվում։ Ես տեսա դրսի հետքերը։ Գիշերը ինչ-որ մեկը եղել է այստեղ։
Տարեց կինը նայեց նրան, Անահիտը տեսավ վախն այդ կնոջ աչքերում։ Հին, խորը վախ։ Նա խորը շունչ քաշեց, կարծես ուժ էր հավաքում, վերջապես սկսեց խոսել։ Իմ անունը Թերեզա է։ Թերեզա Ալավերդյան։ Եվ ես փախչում եմ իմ սեփական տնից։ Ազգանունը օդում հնչեց ռումբի պես։ Ալավերդյան։ Տարածաշրջանի ամենահզոր ընտանիքը։ Հողերի տերեր, որոնք ձգվում էին կիլոմետրերով, ֆերմայի, որտեղ աշխատում էր գյուղի կեսը, առանձնատան, որը գերիշխում էր բլրի գագաթին։ Անահիտը գիտեր Ալավերդյանների անունը, ինչպես բոլորը։ Գիտեր, որ նրանք հարուստ էին, ազդեցիկ, հարգված ահ ներշնչող։ Բայց երբեք նրանց մոտ չէր եղել։ Իր նման մեկի համար այդ ընտանիքը հեռավոր, անհասանելի աշխարհ էր։ Տիկին Թերեզան շարունակեց, նրա ձայնը դողում էր խոսելիս։ Իմ որդին, Ռաֆայելը, լավ մարդ է։ Միշտ էլ եղել է։ Բայց նա ամուսնացավ մի կնոջ հետ, որին ես երբեք չպետք է թույլ տայի մտնել մեր ընտանիք։ Լիլիթ։ Նա գեղեցիկ է, խելացի, գիտի ճիշտ բառեր ասել։ Բայց այդ գեղեցկության հետում մի սառնություն կա, որն ինձ վախեցնում է։ Այն օրվանից, երբ նա մտավ մեր տուն, ես զգացի, որ ինչ-որ բան կփոխվի։ Եվ ես ճիշտ էի։ Անահիտը լուր լսում էր, սուրճի բաժակը ձեռքերում պահած։ Տիկին Թերեզան շարունակեց. Ռաֆայելը գործերի բերումով շատ է ճամփորդում։ Եվ ամեն անգամ, երբ նա մեկնում է, Լիլիթն ինձ հետ վարվում է որպես ավելորդ բեռ։ Չարախին դիտողություններ է անում, նվաստացնում է ինձ ծառաների առաջ, իրեն պահում է այնպես, կարծես ես ընտանիքի մեռած բեռն եմ։ Բայց միշտ զգույշ, միշտ ակնարկներով, այնպես որ երբ Ռաֆայելը վերադառնում է, նա նորից կատարյալ հարս է դառնում։ Տարեց կինը դադար տվեց, սրբելով դուրս պրծած արցունքը։ Անահիտը զգաց այդ կնոջ ցավը, կարծես իրենը լիներ։ Գիտեր, թե ինչ է նշանակում լինել անտեսանելի, վերաբերվել որպես ոչնչություն։ Անցյալ շաբաթ Ռաֆայելը մեկնեց Երան, որոշ գործեր լուծելու։ 2 շաբաթով պետք է բացակայեր։ Նրա մեկնելու հաջորդ օրը Լիլիթն ինձ կանչեց հյուրասենյակ։ Ասաց, որ ես չափազանց ծեր եմ, որ տանը խաղաղություն է պետք, որ ես պետք է հեռանամ։ Ես ծիծաղեցի, կարծեցի, դա նրա հերթական սադրանքներից է։ Բայց նա չէր կատակում։ Կանչեց 2 տղամարդու, որոնց ես երբեք չէի տեսել։ Նրանք բռնեցին ինձ թերիցս, դուրս հանեցին իմ սեփական տնից գիշերվա կեսին թողեցին ճանապարհին։ Առանց ոչնչի։ Միայն մարմնիս հագուստով այս վզնոցով, որը պահված էր իմ սենյակում։ Անահիտը աչքերը լայն բացեց, անհավատալի հայացքով։ Բայց ծառաները… Ոչ ոք ձեզ չօգնեց։ Տիկին Թերեզան տխրությամբ գլուխը թափահարեց։ Լիլիթը նրանց սպառնացել է։ Ասել է, որ ով բերանը բացի, կհեռացվի աշխատանքից առանց երաշխավորագրի։ Եվ դու գիտես, թե որքան դժվար է այստեղ աշխատանք գտնելը, աղջիկ ջան։ Մարդիկ վախենում են։ Պետք է իրենց ընտանիքները կերակրեն։ Ես նրանց չեմ մեղադրում։ Գիտեմ, որ շատերը լաց եղան, երբ տեսան ինձ հեռանալիս, բայց ոչ ոք ոչինչ չէր կարող անել։ Ես հասկանում եմ։ Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում կրծքում։ Ինչպես կարող է մեկն այդքան դաժան լինել։ Տարեց կնոջը սեփական տնից դուրս հանել, թողնել սեփական բախտին։ Եվ դեռ սպառնալ նրանց, ովքեր կփորձեն օգնել։ Եվ այդ ժամանակվանից դուք փախչում եք։ Տիկին Թերեզան գլխով արեց։ Ես քայլում էի ճանապարհով։ Փորձեցի օգնություն խնդրել որոշ տներից, բայց մարդիկ դռները փակում էին, երբ ինձ տեսնում էին։ Կարծում եմ, Լիլիթը իմ մասին ինչ-որ սուտ է տարածել։ Որ ես խելագարվել եմ, կամ չգիտեմ ինչ։ Գյուղի մարդիկ հավատում են նրանց, ովքեր փող ու իշխանություն ունեն։ Ես հիմա պարզապես մի ծեր կին եմ։ Ոչ ոք ինձ չի հավատում։ Անահիտը բռնեց տիկին Թերեզայի ձեռքը, քնքշորեն սեղմելով։ Ես հավատում եմ։ Այդ 2 պարզ բառերը ստիպեցին տիկին Թերեզային լաց լինել։ Նա հետ սեղմեց Անահիտի ձեռքը, նրանք այդպես մնացին լուռ, կիսելով մի ցավ, որը բացատրությունների կարիք չուներ։ Բայց Անահիտը գիտեր, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան պատկերացնում էր։ Եթե Լիլիթը կարող է սեփական սկեսրոջը դուրս հանել սպառնալ ծառաներին, ուրիշ ինչի է ընդունակ։ Իսկ այն տղամարդիկ, որոնք գիշերը խրճիթի շուրջն էին։ Նույն մարդիկ էին, որոնք տիկին Թերեզային տնից դուրս էին հանել։
Նրանք փնտրում էին նրան, որպեսզի համոզվեն, որ նա երբեք չի վերադառնա։ Երիտասարդ կինը վեր կացավ, նորից մոտեցավ պատուհանին։ Դրսում օրը բացվում էր, բայց երկինքը շարունակում էր մռայլ մնալ։ Նորից անձր չէր գա, բայց սպառնալիքը օդում կախված էր մնում։ Ճիշտ այնպես, ինչպես այն սպառնալիքը, որը կախված էր այդ խրճիթի վրա։ Անահիտը որոշում կայացրեց։ Նա չէր մատնելու տիկին Թերեզային։ Չէր թողնելու, որ նա վերադառնա ճանապարհ, չարագործների ողորմությանը թողնված։ Այդ կինը ապաստան էր խնդրել, նա կտար։ Կարոր չէր, թե ինչ գնով։ Մայրը միշտ ասում էր, որ կարիքի մեջ գտնվողին օգնելը կյանքը պատվելու միակ ձնը։ Եվ Անահիտը պատվելու էր մոր հիշատակը, անելով հենց դա։ Տիկին Թերեզան կմնա այստեղ։ Ինձ հետ։ Մինչ որ մի լուծում գտնենք։ Տիկին Թերեզան նայեց նրան երախտագիտության անհանգստության խառնուրդով։ Աղջիկ ջան, դու չգիտես, թե ինչի մեջ ես ընկնում։ Լիլիթը վտանգավոր է։ Նա կապեր ունի, փող ունի։ Եթե իմանա, որ դու ինձ թաքցնում ես, ամեն ինչ կանի քեզ վնասելու համար։ Անահիտը ժպտաց, տխուր, բայց վճռական ժպիտով։ Ես արդեն ի ծնե վնասված եմ, տիկին Թերեզա։ Ծնվել եմ աղքատ, առանց հոր, առանց անվան։ Էլ ինչ կարող են ինձանից խլել։ Բայց դուք պատմություն ունեք, որդի ունեք, որը, վստահ եմ, անհանգստացած է։ Եվ եթե նա այս ամենից ոչինչ չգիտի, ուրեմն ինչ-որ մեկը պետք է պատմի։ Ինչ-որ մեկը պետք է բացահայտի, թե ով է իրականում Լիլիթը։ Տիկին Թերեզան հայացքը խոնարհեց։ Ռաֆայելը երանում է։ 2 շաբաթից շուտ չի վերադառնա։ Եվ նույնիսկ եթե վերադառնա, Լիլիթն արդեն ինչ-որ պատմություն հորինած կլինի։ Նա կասի, որ ես եմ ուզեցել հեռանալ, որ խնդրել եմ գնալ, որ ծերունական տկարամտություն ունեմ։ Նա շատ լավ է ստում։ Միշտ էլ այդպես է եղել։ Անահիտը մի պահ մտածեց։ 2 շաբաթ։ Պետք է տիկին Թերեզային թաքցներ ապահով պահեր 2 շաբաթ։ Հեշտ չէր լինի, բայց հնարավոր էր։ Պետք է զգույշ լիներ, աննկատ։ Չպետք է ուշադրություն գրավեր։ Չպետք է թույլ տար, որ որևէ մեկը կասկածի։ Օրվա մնացած մասը Անահիտը շարունակեց իր սովորական առօրյան։ Հագուստ տարավ գետակում լվանալու, կարճ զրուցեց որոշ հարանուհիների հետ, ծածրեց, թե ամեն ինչ կարգին է։ Բայց ներսում սիրտը արագ բաբախում էր։ Ամեն շարժման, ամեն հայացքի հետ նա զգում էր, որ իրեն հետում են։ Մթնշաղից առաջ վերադարձավ տուն, փակեց դուռն ու պատուհանները պարզ ապուր պատրաստեց իր տիկին Թերեզայի համար։ Երեկոյան, երբ միասին ընթրում էին, Անահիտը մի բան նկատեց, որը նրան հուզեց։ Տիկին Թերեզան ժպտում էր։ Դա փոքր, գրեթե ամաչկոտ ժպիտ էր, բայց իրական էր։ Նա դանդաղ ուտում էր, վայելելով յուրաքանչյուր գթալը, կարծես դա խնջույք լիներ։ Եվ Անահիտը հասկացավ։ Խնդիրը ուտելիքը չէր։ Խնդիրն այն էր, որ նրան արժանապատվորեն էին վերաբերվում։ Որ կար մեկը, ով հոգ էր տանում։ Որ մենակ չէր։ Ընթրիքից հետո նրանք մի փոքր էլ զրուցեցին։ Տիկին Թերեզան պատմեց իր կյանքի մասին, մինչ ամեն ինչի փլուզումը։ Խոսեց ամուսնու մասին, որը մի քանի տարի առաջ մահացել էր, այն մասին, թե ինչպես է միայնակ մեծացրել Ռաֆայելին, այն երազանքների մասին, որ ուներ որդու համար։ Խոսեց քնքշությամբ, կարոտով, ցավով։ Եվ Անահիտը լսեց ամեն ինչ, կլանելով յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր հույս։ Երբ վերջապես քնելու գնացին, Անահիտս մեկ անգամ հսկեց։ Չէր կարողանում հանգստանալ։ Վտանգի զգացումը միշտ առկա էր, չցրվող ստվերի պես։ Եվ նա չէր սխալվում։ Կեսգիշերին մոտ նորից քայլերի ձայներ լսեց։ Այս անգամ ավելի մոտ։ Ինչ-որ մեկը քայլում էր խրճիթի շուրջը, փորձում պատուհանները, ստուգում դռները։ Անահիտը ամուր բռնեց մկրատը, սիրտը կատաղի բաբախում էր։ Տիկին Թերեզան նույնպես արթուն էր, նստած ներքնակի վրա, աչքերը վախից լայն բացված։ Նրանք երկուսով անշարժ մնացին, հազիվ համարձակվելով շնչել։ Քայլերը շարունակվեցին մի քանի րոպե, որոնք ժամեր թվացին։ Հետո, վերջապես, հեռացան։ Բայց Անահիտը գիտեր, որ դա դեռ չի ավարտվել։ Ով էլ լիներ, նա կվերադառնա։ Եվ հաջորդ անգամ, գուցե, ոչ միայն հսկելու համար։ Հաջորդ օրերին լարվածությունը միայն աճեց։
Անահիտը սկսեց տարօրինակ բաներ նկատել։ Հարանները, որոնք երբեք իրեն ուշադրություն չէին դարձրել, հանկարծ հարցեր էին տալիս։ Ուզում էին իմանալ, արդյոք նա լավ է, արդյոք մենակ է, արդյոք օգնության կարիք ունի։ Հարցերը նուրբ էին, քողարկված հոգատարությամբ, բայց Անահիտը զգում էր դրանց հետում թաքնված իրական մտադրությունը։ Ինչ-որ մեկը ստիպում էր գյուղի բնակիչներին լրտեսել իրեն։ Տիկին Թերեզան հազիվ էր դուրս գալիս այն անկյունից, որտեղ քնում էր։ Օրերն անցկացնում էր նստած, նայելով դեպի ոչ մի տեղ, խորասուզված մտքերի մեջ։ Անահիտը փորձում էր նրան ուրախացնել, պատմություններ էր պատմում, խոսում էր իր կարդացած գրքերի մասին։ Բայց տեսնում էր, որ կինը ներսից մաշվում է։ Անահիտին վտանգի ենթարկելու մեղքի զգացումը, որդու կարոտը, դավաճանության ցավը։ Այս ամենը անհնարին բեռի պես ծանրացել էր նրա ուսերին։ 5-րդ գիշերն էր, որ ամեն ինչ փոխվեց։ Անահիտը նստած էր սեղանի մոտ, մոմի լույսի տակ կար անելիս, երբ դրսից աղմուկ լսեց։ Այս անգամ քայլեր չէին։ Դա ինչ-որ բան քարշ տալու ձայն էր։ Նա դանդաղ վեր կացավ, սիրտը կոկորդում, գնաց դեպի դուռը։ Մի պահ տատանվեց, հետո դանդաղ բացեց այն։ Այն, ինչ տեսավ, ստիպեց նրան վախից հետ քաշվել։ Դռան վրա, կարմիր ներկի նմանվող մի բանով, նշան էր արված։ Շրջված խաչ։ Անահիտը գիտեր, թե դա ինչ է նշանակում։ Դա սպառնալիք էր։ Հստակ ուղերձ, հեռացիր այստեղից կամ կրիր հետանքները։ Արագ փակեց դուռը, այն ամրացնելով փայտե տախտակով, որն օգտագործում էր որպես փական։ Տիկին Թերեզան ամեն ինչ տեսել էր, գունատվել էր։ Նրանք գիտեն, որ ես այստեղ եմ, շնջաց տարեց կինը, դողալով։ Անահիտ, դու պետք է ինձ ուղարկես այստեղից։ Չեմ կարող թույլ տալ, որ իմ պատճառով քեզ վնասեն։ Անահիտը ծնկի իջավ նրա կողքին, բռնելով նրա ձեռքերը։ Ես ձեզ չեմ ուղարկի։ Չեմ թողնի, որ դա անեն։ Մենք միասին մի ելք կգտնենք այս իրավիճակից։ Բայց այս խոսքերն ասելիս Անահիտը զգում էր, թե ինչպես է վախը մեծանում իր մեջ։ Առաջին անգամ տիկին Թերեզային ընդունելուց հետո նա սկսում էր հասկանալ այն վտանգի իրական չափը, որի մեջ հայտնվել էր։ Սա պարզապես դաժան հարսի կողմից սկեսրոճը դուրս հանելու մասին չէր։ Սա ավելի մեծ, ավելի մութ բան էր։ Այստեղ գաղտնիքներ կային, գաղտնիքներ, որոնք ինչ-որ մեկը ցանկանում էր ամեն գնով թաղված պահել։ Եվ Անահիտը, առանց իմանալու, դարձել էր այդ գաղտնիքների պահապանը։ Գիշերը երկար էր։ Նրանցից ոչ ոք չքնեց։ Նրանք նստած էին կողք կողքի, լսելով յուրաքանչյուր աղմուկ, յուրաքանչյուր ձայն։ Եվ երբ վերջապես լուսադեմը բացվեց, բերելով թույլ ու գունատ լույս, Անահիտը որոշում կայացրեց։ Իրեն օգնություն էր պետք։ Չէր կարող դա միայնակ անել։ Բայց ո՞ւմ կարող էր վստահել։ Գյուղում ով կհամարձակվեր դիմակայել Ալավերդյանների ընտանիքին։ Մինչ մտածում էր, մտքում մի հիշողություն ծագեց։ Իր հեռավոր զարմիկը, Հովհաննես Պետրոսյանը, որն ապրում էր Հարան քաղաքում, աշխատում էր փոստատանը։ Նա լավ, վստահելի մարդ էր։ Գուցե կարողանար օգնել իրեն կապ հաստատել Ռաֆայելի, տիկին Թերեզայի որդու հետ։ Գուցե կարողանար նամակ ուղարկել, նախազգուշացում։ Ինչ-որ բան։ Անահիտը որոշեց, որ հենց այդ օրը կգնա Հարան քաղաք։ Տիկին Թերեզային կթողներ խրճիթում փակված, թաքնված, հնարավորինս շուտ կվերադառնար։ Դա ռիսկային էր, բայց միակ տարբերակն էր։ Դուրս գալուց առաջ նա բավականաչափ ուտելիք պատրաստեց օրվա համար, ծափորները ջրով լցրեց տիկին Թերեզային խոստում կորզեց, որ նա ոչ ոքի համար դուռը չի բացի, ինչ էլ որ պատահի։ Մինչ մութն ընկնելը կվերադառնամ։ Խոստանում եմ։ Տիկին Թերեզան գրկեց նրան, զարմանալի ուժով սեղմելով։ Դու հրեշտակ ես, Անահիտ։ Իսկական հրեշտակ։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնեմ այն ամենի համար, ինչ անում ես ինձ համար։ Անահիտը ժպտաց, բայց նրա աչքերը լի էին արցունքներով։ Շնորհակալության կարիք չկա։ Մենք միասին ենք այս գործում։ Եվ այս խոսքերով նա դուրս եկավ ճանապարհ, արագ քայլելով դեպի Հարան քաղաք։ Երկինքը նորից մռայլվել էր, անձրի սպառնալիքով։ Բայց Անահիտին դա չէր հուզում։ Նա առաքելություն ուներ։ Եվ կատարելու էր այն, ինչ էլ որ պատահեր։ Մինչ քայլում էր, չէր նկատում, որ իրեն հետում են։ Մի ստվերոտ կերպարանք հեռավորություն էր պահպանում, դիտելով նրա յուրաքանչյուր քայլը։
Իսկ խրճիթում տիկին Թերեզան աղոթում էր։ Աղոթում էր, որ իր ներկայությունը այդ առատաձեռն աղջկա կյանքի գինը չդառնա։ Աղոթում էր, որ իր որդին ճշմարտությունն իմանա, մինչ շատ ուշ կլինի։ Աղոթում էր, որ ինչ-որ կերպ այս ամենը լավ ավարտ ունենա։ Բայց խորքում երկուսն էլ գիտեին, որ ամենավատը դեռ առջում է։ Հարան քաղաք հասնելը տեց գրեթե 3 ժամ։ Անահիտը գնում էր հողոտ ճանապարհով, անցնելով ֆերմաների փոքր կալվածքների կողքով, միշտ ուշադիր լինելով իր ճանապարհին։ Հանդիպողների հետաքրքրասեր հայացքներին։ Երկինքը մնում էր ծանր, բայց խոստացված անձրը չէր գալիս։ Կարծես հենց ժամանակն էր շունչը պահել, սպասելով, որ ինչ-որ բան տեղի ունենա։ Երբ վերջապես հասավ Հովհաննեսի տուն, Անահիտը ուժասպառ էր։ Զարմիկը նրան ընդունեց զարմանքով անհանգստությամբ։ Ամիսներ շարունակ չէին տեսնվել, նա անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Անահիտը սովորություն չուներ առանց զգուշացնելու հայտնվել, առավելս դեմքի այդպիսի հրատապ արտահայտությամբ։ Նրանք նստեցին տան փոքրիկ հյուրասենյակում, Անահիտը պատմեց ամեն ինչ։ Հովհաննեսը լուր լսում էր, յուրաքանչյուր մանրամասնությունից աչքերը լայնանում էին։ Երբ նա ավարտեց, Հովհաննեսը ձեռքը տարավ դեմքին, ակնհայտորեն անհանգստացած։ Անահիտ, դու կրակի հետ ես խաղում։ Ալավերդյանները այն մարդիկ չեն, որոնց հետ կարելի է խառնվել։ Եթե իմանան, որ դու Ռաֆայելի մորը թաքցնում ես, քեզ կվերացնեն։ Քեզ կոչնչացնեն։ Անահիտն արդեն գիտեր դա։ Բայց հիմա չէր կարող հետ կանգնել։ Դրա համար էլ քո օգնությունն է պետք։ Դու փոստատանն ես աշխատում։ Կարող ես պարզել, թե Ռաֆայելը որտեղ է մնում Երանում։ Կարող ես նրան հեռագիր ուղարկել։ Նա պետք է իմանա, թե ինչ է արել կինը։ Պետք է իմանա, որ մայրը ողջ է օգնության կարիք ունի։ Հովհաննեսը տատանվեց։ Անահիտը տեսնում էր նրա աչքերում առկա կոնֆլիկտը։ Իրեն օգնելը նշանակում էր խառնվել վտանգավոր գործի։ Բայց մերժելը նշանակում էր տարեց կնոջը թողնել սեփական բախտին։ Վերջապես, նա հոգոց հանեց։ Լավ։ Կտեսնեմ, ինչ կարող եմ անել։ Բայց դու ինձ մի բան պետք է խոստանաս։ Եթե իրավիճակը շատ վտանգավոր դառնա, դու դուրս ես գալիս։ Հասկացա՞ր։ Չարժե դրա համար մեռնել։ Անահիտը գլխով արեց, թե գիտեր, որ այդ խոստումը չի պահելու։ Արդեն չափազանց հեռու էր գնացել, հետ դառնալու համար։ Հովհաննեսը ստիպեց նրան մի բան ուտել մի քանի ժամ հանգստանալ։ Մինույն ժամանակ նա գնաց փոստատուն, գրանցումները ստուգելու։ Վերադարձավ կեսօրին մոտ, տեղեկություններով։ Ռաֆայել Ալավերդյանը մնում էր Գրանդ հոթել Երան-ում, մայրաքաղաքի կենտրոնում։ Հովհաննեսը շտապ հեռագիր էր ուղարկել, ասելով միայն, որ ընտանեկան արտակարգ իրավիճակ կա, որ նա պետք է անհապաղ վերադառնա հաղարծին։ Անահիտը շնորհակալություն հայտնեց, ամուր գրկելով Զարմիկին։ Գիտեր, որ նա շատ բանով է ռիսկի դիմում, իրեն օգնելով։ Խրճիթ վերադառնալուց առաջ Հովհաննեսը բռնեց նրա թից։ Անահիտ, լսիր։ Դու չափազանց լավն ես այս աշխարհի համար։ Միշտ էլ եղել ես։ Բայց բարությունը ոչ ոքի չի պաշտպանում վատ մարդկանցից։ Զգույշ եղիր։ Խնդրում եմ։ Նա խոստացավ, որ զգույշ կլինի, վերադարձավ ճանապարհ։ Հետդարձի ճանապարհն ավելի երկար թվաց։ Ամեն քայլի հետ Անահիտը զգում էր, թե ինչպես է պատասխանատվության բեռը ծանրանում իր ուսերին։ Արդյոք ճիշտ բան էր անում։ Թե պարզապես ավելի խորը փոս էր փորում իր տիկին Թերեզայի համար։ Երբ վերջապես տեսավ խրճիթը, արդեն մութն ընկնում էր։ Արագացրեց քայլերը, անհամբեր համոզվելու, որ տիկին Թերեզան լավ է։ Բայց մոտենալիս մի տարօրինակ բան նկատեց։ Դուռը կիսաբաց էր։ Անահիտը զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Վազեց վերջին մետրերը, ուժով հրելով դուռը։ Խրճիթը տակնուվրա էր արված։ Նրա ունեցած սակավաթիվ կահույքը տապալված էր, դարակները բաց, հագուստը ցրված հատակին։ Եվ այդ ամենի մեջտեղում, հատակին նստած, մեջքով պատին հենված, տիկին Թերեզան էր, դողալով։ Անահիտը վազեց նրա մոտ, ծնկի իջնելով կողքին։ Ինչ է պատահել։ Ո՞վ է սա արել։ Տիկին Թերեզան բարձրացրեց դեմքը, Անահիտը տեսավ, որ նա լաց է լինում։ Նրանք եկան։ Երկու տղամարդ։ Թակեցին դուռը, պահանջելով, որ բացեմ։ Չբացեցի։
Սկսեցին գոռալ, սարսափելի բաներ ասել։ Հետո կոտրեցին, դուռը ներս մտան։ Ամեն ինչ փնտրեցին, տակնուվրա արեցին։ Ինչ-որ բան էին փնտրում։ Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր մեջ։ Ինչ էին փնտրում։ Տիկին Թերեզան սրբեց արցունքները։ Չգիտեմ։ Բայց նրանցից մեկը մի տարօրինակ բան ասաց։ Ասաց, որ եթե ես փաստաթղթերը չհանձնեմ, ամեն ինչ ավելի վատ կլինի։ Ինչ փաստաթղթեր, Անահիտ։ Ես ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Չեմ հասկանում, թե ինչ են ուզում։ Անահիտն օգնեց տիկին Թերեզային վեր կենալ, նստեցրեց դեռս կանգուն մնացած աթոռին։ Սկսեց հավաքել թափթփված իրերը, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր լսել էր։ Փաստաթղթեր։ Ինչ փաստաթղթեր կարող էին լինել դրանք։ Եվ ինչու՞մ պետք է Լիլիթն այնքան հուսահատ լիներ, որ տղամարդկանց ուղարկեր սեփական սկեսրոջը ահաբեկելու։ Հավաքելու ընթացքում Անահիտը մի բան գտավ, որը գրավեց նրա ուշադրությունը։ Ներքնակի տակ, որտեղ քնում էր տիկին Թերեզան, պատրվածք կար։ Մի պատրվածք, որը նախկինում այնտեղ չէր։ Տղամարդիկ պատռել էին ներքնակը, ինչ-որ բան փնտրելով։ Անահիտը ձեռքը մտցրեց պատրվածքի մեջ, մի պինդ բան զգաց։ Զգուշորեն դուրս քաշեց։ Դա հին, ժամանակից դեղնած ծրար էր, մոմով կնքված։ Տիկին Թերեզան տեսավ ծրարը, աչքերը լայն բացեց։ Աստված իմ։ Ես մոռացել էի դրա մասին։ Անահիտը ծրարը մեկնեց նրան։ Ինչ է սա։ Տիկին Թերեզան դողացող ձեռքերով բռնեց ծրարը։ Նայեց դրան, կարծես անցյալի ուրվական լիներ։ Սա նամակ է։ Նամակ, որն ամուսինս տվել է ինձ մահանալուց առաջ։ Նա ստիպեց ինձ խոստանալ, որ կբացեմ այն միայն այն դեպքում, եթե իր հետ ինչ-որ բան պատահի։ Երբ նա մահացավ, ես բացեցի։ Բայց այն, ինչ գրված էր այնտեղ, այնքան անհանգստացնող էր, որ որոշեցի թաքցնել։ Դրեցի ներքնակի մեջ, փորձեցի մոռանալ։ Կարծում էի, այլս երբեք դրա մասին անհանգստանալու կարիք չեմ ունենա։ Անահիտը նստեց նրա կողքին, սիրտը արագ բաբախում էր։ Ինչ է գրված այդ նամակում։ Տիկին Թերեզան խորը շունչ քաշեց, հայացքը հառած ծրարին։ Ամուսինս պարզել էր, որ Լիլիթը այն չէ, ինչ ներկայանում էր։ Նա մասնավոր քննիչ էր վարձել, կասկածելով նրա մտադրություններին։ Պարզել էր, որ նա մութ անցյալ ունի։ Մինչ Ռաֆայելի հետ ամուսնանալը, նա արդեն ամուսնացած է եղել։ Եվ նրա առաջին ամուսինն անհետացել է տարօրինակ հանգամանքներում։ Երբեք չի գտնվել։ Լիլիթը պնդում էր, որ նա լքել է իրեն, բայց քննիչը ապացույցներ էր գտել, որ նա կարող է ներգրավված լինել անհետացման մեջ։ Անահիտը զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում մարմնով։ Սա շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էր։ Եվ ձեր ամուսինը դիմակայել է նրան։ Տիկին Թերեզան գլուխը թափահարեց։ Նա պատրաստվում էր դա անել։ Բայց մինչ կհասցներ, հիվանդացավ։ Հանկարծակի էր։ Բարձր ջերմություն, սարսափելի ցավեր։ Բժիշկներն ասացին, որ վարակ է, բայց նա կյանքում երբեք չէր հիվանդացել։ Եվ հետո, օրերի ընթացքում, նա մահացավ։ Ես միշտ կասկածել եմ, որ դա բնական չէր։ Բայց ոչինչ ապացուցել չէի կարող։ Լիլիթը միշտ մոտ էր, խնամում էր նրան, դեղեր էր բերում։ Հիմա, հետ նայելով, մտածում եմ, միգուցե նա իմացել էր, որ ամուսինս գիտի ճշմարտությունը։ Միգուցե նա ինչ-որ բան արեց, նրան լռեցնելու համար։ Անահիտը խոսքեր չուներ։ Եթե այս ամենը ճիշտ էր, Լիլիթը պարզապես դաժան կին չէր։ Նա վտանգավոր էր։ Շատ վտանգավոր։ Իսկ Ռաֆայելը գիտի սրա մասին։ Տիկին Թերեզան ամոթխած հայացքը խոնարհեց։ Ոչ։ Ես երբեք չեմ պատմել։ Վախենում էի։ Վախենում էի, որ նա ինձ չի հավատա։ Վախենում էի որդուս կորցնելուց։ Լիլիթը կարողանում էր ամեն ինչ շահարկել, այնպես անել, որ իր դեմ ցանկացած մեղադրանք անհեթեթ թվա։ Ես կոնկրետ ապացույցներ չունեի։ Միայն այս նամակն ու իմ կասկածները։ Կարծեցի, ավելի լավ է լուռ մնալ, խաղաղություն պահպանել։ Բայց հիմա տեսնում եմ, որ հիմար եմ եղել։ Պետք է խոսեի։ Պետք է պաշտպանեի որդուս։ Անահիտը բռնեց տիկին Թերեզայի ձեռքը, քնքշորեն սեղմելով։ Դեռ ուշ չէ։
Երբ Ռաֆայելը վերադառնա, մենք ամեն ինչ կպատմենք։ Կցույց տանք այս նամակը։ Նա պետք է իմանա, թե իրականում ով է իր կողքին։ Բայց տիկին Թերեզան կասկածամիտ տեսք ուներ։ Իսկ եթե չհավատա։ Իսկ եթե Լիլիթն արդեն նրա գլխում դրել է, որ ես ծերունական տկարամտություն ունեմ, որ այս ամենը հորինել եմ։ Անահիտը դրան պատասխան չուներ։ Գիտեր, որ Լիլիթը մանիպուլյատոր է, գիտեր, որ նա բավականաչափ ժամանակ է ունեցել համոզիչ պատմություն ստեղծելու համար։ Բայց պետք է փորձեին։ Չէին կարող թույլ տալ, որ այդ կինը շարունակի կյանքեր քանդել։ Այդ գիշեր Անահիտը հնարավորինս ամրացրեց դուռը։ Կահույքը կուտակեց դրա դիմաց, փակեց պատուհանները։ Նրանք երկուսով միասին պառկեցին, գրկախառնված, միմյանցից մխիթարություն փնտրելով։ Բայց քունը չէր գալիս։ Ամեն աղմուկ ստիպում էր նրանց վեր թռչել։ Ամեն ստվեր սպառնալիք էր թվում։ Հաջորդ օրերին գյուղում լարվածությունն աճեց։ Անահիտը նկատեց, որ մարդիկ իրեն այլ կերպ են նայում։ Շշուկներ էին լսվում, երբ նա անցնում էր։ Հարանները, որոնք նախկինում բարում էին, այժմ հայացքները փախցնում էին։ Կարծես նա մեկ գիշերվա մեջ վտարանդի էր դարձել։ Մի կեսօր, երբ գետակում հագուստ էր լվանում, գյուղի կանանցից մեկը մոտեցավ։ Դա տիկին Մարթան էր, մի տարեց կին, որը միշտ բարի էր եղել Անահիտի հետ։ Աղջիկ ջան, ներիր, որ խառնվում եմ, բայց պետք է քեզ մի բան զգուշացնեմ։ Գյուղում քո մասին են խոսում։ Ասում են, որ դու մեկին ես ապաստան տվել, ում չպետք է։ Ասում են, որ դու խառնվում ես քո գործը չեղող հարցերի։ Ասում են նույնիսկ, որ դու Ալավերդյանների առանձնատնից ինչ-որ բան ես գողացել։ Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում։ Ես ոչինչ չեմ գողացել։ Իսկ ով է այդ բաներն ասում։ Տիկին Մարթան ձայնը իջեցրեց, շուրջը նայելով, որպեսի համոզվի, որ ոչ ոք չի լսում։ Գնդապետ Ավագյանի մարդիկ էին։ Նա Ալավերդյանների ընտանիքի բարեկամն է։ Նա է այդ ստերը տարածում։ Եվ գիտես, թե մարդիկ ինչպիսին են։ Հավատում են նրանց, ովքեր փող ու իշխանություն ունեն։ Դու վտանգի մեջ ես, Անահիտ։ Լուրջ վտանգի։ Անահիտը շնորհակալություն հայտնեց զգուշացման համար, վազելով վերադարձավ խրճիթ։ Գնդապետ Ավագյան։ Նա գիտեր այդ անունը։ Նա տարածաշրջանում մի քանի կալվածքների տեր էր, ազդեցիկ հարգված մարդ։ Եթե նա էր այս գործում ներգրավված, ուրեմն իրավիճակն ավելի վատ էր, քան պատկերացնում էր։ Երբ տուն հասավ, ամեն ինչ պատմեց տիկին Թերեզային։ Տարեց կինը գունատվեց։ Ավագյանը միշտ շահամոլ է եղել։ Նա Լիլիթը շատ մտերիմ են։ Իրականում ես միշտ կասկածել եմ, որ նրանք ավելին են, քան ընկերներ։ Բայց ամուսինս ասում էր, որ ես չափազանցնում եմ։ Հիմա այլս չգիտեմ։ Եթե նա օգնում է Լիլիթին, ուրեմն նրանք ծրագիր ունեն։ Եվ այդ ծրագիրը մեզ համար լավ չէ։ Անահիտը նստեց, փորձելով մտածել։ Նրանց ծրագիր էր պետք։ Չէին կարող այնտեղ նստել, սպասելով, որ ինչ-որ բան տեղի ունենա։ Բայց ինչ կարող էին անել։ Որ կարող էին գնալ։ Փող չունեին, իշխանություն չունեին։ Ունեին միայն միմյանց այն հույսը, որ Ռաֆայելը ժամանակին կվերադառնա։ Հենց այդ ժամանակ նրանք ձիերի մոտենալու ձայն լսեցին։ Անահիտը վեր թռավ, վազելով դեպի պատուհանը։ Այն, ինչ տեսավ, ստիպեց նրան սառչել։ 5 ձիավոր տղամարդ էին, էլեգանտ հագնված, որոնց գլխավորում էր բարձրահասակ, ճերմակ բեղերով մի տղամարդ։ Գնդապետ Ավագյանը։ Նրանք կանգնեցին խրճիթի դիմաց։ Ավագյանը ամբարտավան հանգստությամբ իջավ ձյուց թակեց դուռը։ Անահիտ։ Ես գիտեմ, որ դու ներսում ես։ Բաց արա այս դուռը։ Պետք է խոսենք։ Անահիտը նայեց տիկին Թերեզային, որը վախից գունատվել էր։ Հետո որոշում կայացրեց։ Բացեց դուռը, բայց կանգնեց մուտքի մոտ, փակելով խրճիթի ներսի տեսարանը։ Ինչ եք ուզում, պարոն։ Ավագյանը ժպտաց, բայց դա սառը, անջերմ ժպիտ էր։ Ուզում եմ իմանալ, թե ինչու ես փախստականի ապաստան տվել։ Տիկին Թերեզա Ալավերդյանը առանձնատնից հեռացել է սեփական կամքով։ Նա որոշել է, որ ուզում է միայնակ ապրել, ընտանիքից հեռու։ Բայց թվում է, թե դու նրան համոզել ես այստեղ թաքնվել, գլուխը ստերով լցնելով։ Սա շատ լուրջ է, Անահիտ։
Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում, բայց ձայնը հաստատուն պահեց. Տիկին Թերեզան սեփական կամքով չի հեռացել. Նրան դուրս են հանել. Եվ ես նրա գլուխը ոչնչով չեմ լցրել. Նա ինձ ճշմարտությունն է պատմել. Այն ճշմարտությունը, որը դուք այդ Լիլիթը փորձում եք թաքցնել. Ավագյանի ժպիտը անհետացավ. Նրա աչքերը նեղացան. Զգույշ եղիր, թե ինչ ես ասում, աղջիկ. Զրպարտությունը հանցագործություն է. Եվ դու ոչ մի ապացույց չունես քո պնդումների համար. Անահիտը մի քայլ առաջ արեց, նայելով նրա աչքերին. Ունեմ տիկին Թերեզայի խոսքը. Եվ ունեմ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Լիլիթը այն չէ, ինչ ներկայանում է. Փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ով է նա իրականում. Եվ երբ Ռաֆայելը վերադառնա, նա ամեն ինչ կիմանա. Դա բլեֆ էր. Անահիտը չգիտեր, թե արդյոք տիկին Թերեզայի ունեցած նամակն իրականում ինչ-որ բան ապացուցում է. Բայց պետք է ժամանակ շահեր. Պետք է ստիպեր Ավագյանին հավատալ, որ իրենք ավելին ունեն, քան իրականում ունեին. Ավագյանը երկար նայեց նրան. Հետո մի քայլ հետ արեց. Դու քո սեփական գերեզմանն ես փորում, Անահիտ. Բայց լավ. Թող լինի քո ուզածով. Բայց երբ այս ամենը պայթի քո դեմքին, չասես, որ չենք զգուշացրել. Նա վերադարձավ ձյու մոտ նստեց. Մեկնելուց առաջ մեկ անգամ շրջվեց. Ռաֆայելը վաղն է վերադառնում. Լիլիթն արդեն գիտի. Եվ նա պատրաստ է. Պատրաստ է ցույց տալու, որ տիկին Թերեզան իսկապես ծերունական տկարամտություն ունի. Որ ամեն ինչ հորինել է. Իսկ դու, սիրելիս, կմնաս առանց ոչնչի. Առանց տան, առանց հողի, առանց պատվի. Քեզ այստեղից կվռնդեն որպես ստախոս. Այս խոսքերով նա մյուս տղամարդիկ հեռացան, իրենց հետից թողնելով փոշու ամպ. Անահիտը փակեց դուռը, ձեռքերը դողում էին. Տիկին Թերեզան նստած էր, լաց լինելով. Նա ճիշտ է. Լիլիթը ամեն ինչ իմ դեմ կշրջի. Այնպես կանի, որ թվա, թե ես խելագար եմ. Ռաֆայելը ինձ չի հավատա. Անահիտը ծնկի իջավ նրա կողքին. Նա կհավատա. Ես կստիպեմ, որ հավատա. Մենք կցույց տանք նամակը. Ամեն ինչ կպատմենք. Եվ եթե նա, այնուամենայնիվ, չհավատա, ուրեմն նա արժանի չէ ձեզ որպես մայր ունենալու. Բայց ներսում Անահիտը սարսափած էր. Իսկ եթե Ավագյանը ճիշտ լիներ? Իսկ եթե այս ամենը իսկապես պայթեր նրանց դեմքին? Ինչ կպատահեր տիկին Թերեզայի հետ? Իսկ իր հետ. Գիշերն ամենաերկարն էր. Երկուսն էլ արթուն մնացին, սպասելով. Սպասելով Ռաֆայելին. Սպասելով ճշմարտությանը. Սպասելով այն պատմության հանգուցալուծմանը, որը գնալով ավելի անելանելի էր թվում. Եվ երբ վերջապես լուսադեմը բացվեց, բերելով պարզ ու դաժան լույս, Անահիտը գիտեր, որ դա կլինի այն օրը, որը կփոխի ամեն ինչ. Դեպի լավը, թե դեպի վատը, ճշմարտությունը պատրաստվում էր բացահայտվել. Եվ այլս հետդարձի ճանապարհ չկար. Նա նայեց տիկին Թերեզային, որը նստած էր պատուհանի մոտ, նայելով ճանապարհին. Տարեց կինը կարծես 10 տարով ծերացել էր այս վերջին շաբաթների ընթացքում. Բայց նրա աչքերում մի նոր բան կար. Մի վճռականություն, որը նախկինում չկար. Մի ուժ, որի գոյության մասին Անահիտը չգիտեր. Այսօր ես կտեսնեմ որդուս, ասաց տիկին Թերեզան հաստատուն ձայնով. Այսօր նա ամեն ինչ կիմանա. Եվ թող Աստված օգնի բոլորիս. Անահիտը գլխով արեց. Այլս ասելու բան չկար. Մնում էր միայն սպասել. Սպասել աղոթել, որ արդարությունն ավելի ուժեղ լինի, քան սուտը. Որ սերն ավելի ուժեղ լինի, քան մանիպուլյացիան. Որ ճշմարտությունը, վերջապես, հաղթի. Կեսօրին մոտ նրանք մոտեցող կառքի ձայն լսեցին. Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը արագ բաբախում. Ռաֆայելն էր. Թե Լիլիթը, եկած ավարտին հասցնելու այն, ինչ սկսել էր. Տիկին Թերեզան վեր կացավ, հարթելով պարզ կիսաշրջած գեստը, որը Անահիտը նրան էր տվել. Նրա մազերը հավաքված էին պարզ հանգույցով, դեմքը հոգնած էր, բայց աչքերը փայլում էին վճռականությամբ. Ես պատրաստ եմ, ասաց նա. Անահիտը դանդաղ բացեց դուռը.
Կառքը կանգնեց խրճիթի դիմաց։ Եվ հետո մի տղամարդ իջավ։ Նա բարձրահասակ էր, լայնաթիկունք, մուգ մազերով, որոնք թեթակի ճերմակել էին քունքերին։ Հագին էլեգանտ հագուստ ուներ, բայց մազերը խառնված էին, կարծես ամբողջ գիշեր ճանապարհին էր եղել։ Նրա աչքերը հուսահատ փնտրում էին խրճիթը, երբ վերջապես հայացքը կանգ առավ դռան մոտ կանգնած տիկին Թերեզայի վրա, նա քարացավ։ Մա, իր։ Նրա ձայնը դուրս եկավ կոտրված շշուկով։ Տիկին Թերեզան սկսեց լաց լինել, բայց չշարժվեց։ Ռաֆայելը վազեց նրա մոտ, 2 քայլով բարձրացավ խրճիթի աստիճանները, գրկեց նրան այնքան ուժեղ, որ Անահիտը վախեցավ, թե կկոտրի նրան։ Մայր, ես կարծում էի, թե կորցրել եմ քեզ։ Կարծում էի, թե դու հեռացել ես։ Լիլիթն ասաց, որ դու ուզում էիր մենակ մնալ, որ խնդրել էիր գնալ, բայց ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Ես գիտեի։ Տիկին Թերեզան բռնել էր որդուն, կարծես վախենում էր, որ նորից կկորցնի նրան։ Ռաֆայել, որդիս, այնքան բան ունեմ քեզ պատմելու։ Այնքան ճշմարտություններ, որ դու պետք է իմանաս։ Հենց այդ ժամանակ Ռաֆայելը նկատեց Անահիտին։ Նայեց նրան այնպիսի խորը երախտագիտությամբ, որ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները հավաքվում աչքերում։ Դուք խնամել եք մորս։ Անահիտը պարզապես գլխով արեց, անկարող խոսելու։ Ինչպես կարող եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Ինչպես կարող եմ փոխհատուցել այն, ինչ արել եք։ Անահիտը վերջապես գտավ իր ձայնը։ Ինչ շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Պարզապես պետք է լսեք, թե ինչ ունի ձեր մայրն ասելու։ Պետք է լսեք ճշմարտությունը։ Ռաֆայելը շփոթված նայեց մորը։ Ինչ ճշմարտություն։ Տիկին Թերեզան խորը շունչ քաշեց։ Լիլիթի մասին։ Նրա մասին, թե ով է նա իրականում։ Նրա մասին, թե ինչ է նա արել։ Եվ նրա մասին, թե ինչ է հայրդ պարզել մահանալուց առաջ։ Ռաֆայելը գունատվեց։ Նայեց մորից Անահիտին, փորձելով հասկանալ։ Եկեք ներս մտնենք, ասաց նա վերջապես։ Պետք է ամեն ինչ լսեմ։ Նրանք երեքով մտան պարզ խրճիթ։ Ռաֆայելը շուրջը նայեց, տեսնելով վայրի աղքատությունը, տեսնելով, թե որտեղ է ստիպված եղել ապաստանել իր մայրը։ Անահիտը տեսավ, թե ինչպես են ցավն ու զայրույթը խառնվում նրա դեմքին։ Նա նստեց միակ աթոռին, տիկին Թերեզան սկսեց պատմել։ Պատմեց վտարման մասին, այն տղամարդկանց մասին, որոնք նրան տնից դուրս էին հանել, սպառնալիքների մասին։ Պատմեց, թե ինչպես է Լիլիթը ամեն ինչ շահարկել, ինչպես է ստեր տարածել։ Եվ հետո դողացող ձեռքերով ամուսնու նամակը մեկնեց Ռաֆայելին։ Նա լուռ կարդաց։ Անահիտը տեսավ, թե ինչպես է նրա դեմքը գնալով գունատվում, աչքերը լայնանում յուրաքանչյուր տողից։ Երբ ավարտեց, նա այնքան ուժեղ բռնեց նամակը, որ այն ճմրթվեց ձեռքերում։ Ես հիմար եմ եղել, ասաց նա, ձայնը կոտրվելով։ Իսկական հիմար։ Ես թույլ տվեցի, որ այդ կինը մտնի մեր տուն։ Թույլ տվեցի, որ նա ամեն ինչ քանդի։ Եվ ամենավատը, ես թույլ տվեցի, որ նա քեզ վնասի, մայր։ Թույլ տվեցի, որ նա քեզ քո սեփական տնից դուրս հանի։ Տիկին Թերեզան բռնեց որդու ձեռքը։ Դու չգիտեիր։ Նա շատ լավ է խաբում։ Սկզբում խաբեց հորդ։ Ինձ էլ խաբեց։ Նա խելացի է, Ռաֆայել։ Շատ խելացի։ Ռաֆայելը վեր կացավ, խրճիթում այս ու այն կողմ քայլելով։ Սա այսօր ավարտվում է։ Հիմա։ Ես կգնամ առանձնատուն կվերջացնեմ այս ամենը։ Կբացահայտեմ նրան այնպիսին, ինչպիսին կա։ Կստիպեմ, որ նա վճարի այն ամենի համար, ինչ արել է։ Անահիտը մի քայլ առաջ արեց։ Նա հեշտությամբ չի ընդունի դա։ Եվ նա դաշնակիցներ ունի։ Գնդապետ Ավագյանը նրա կողմից է։ Նրանք պատրաստ են վարկաբեկելու տիկին Թերեզային։ Այնպես անելու, որ թվա, թե նա ամեն ինչ հորինում է։ Ռաֆայելը նայեց Անահիտին մի այնպիսի լարվածությամբ, որը ստիպեց նրան հետ քաշվել։ Ուրեմն մենք պետք է նրանցից ավելի խելացի լինենք։ Պետք է ապացույցներ հավաքենք։ Վկաներ։ Պետք է ոչնչացնենք նրա պատմությունը, մինչ նա կոչնչացնի մորս պատմությունը։ Տիկին Թերեզան նույնպես վեր կացավ։ Ռաֆայել, ես վրեժ չեմ ուզում։ Պարզապես ուզում եմ իմ կյանքը հետ։ Ուզում եմ իմ տունը։ Ուզում եմ խաղաղ ապրել։
Ռաֆայելը ծնկի իջավ մոր առաջ, բռնելով նրա ձեռքերը։ Եվ դու կունենաս դա։ Խոստանում եմ։ Ամեն ինչ կանեմ, որ դու վերադառնաս տուն։ Որ ունենաս այն կյանքը, որին արժանի ես։ Հետո նա նորից նայեց Անահիտին, նրա աչքերում այժմ մի այլ բան կար։ Մի բան, որը Անահիտը չէր կարողանում վերծանել։ Իսկ դուք փրկեցիք մորս, երբ ոչ ոք դա անելու քաջություն չուներ։ Դուք ամեն ինչով ռիսկի դիմեցիք մի մարդու համար, ում նույնիսկ չէիք ճանաչում։ Ինչպես կարող եմ փոխհատուցել դա։ Անահիտը հայացքը խոնարհեց, չիմանալով ինչ ասել։ Ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էր։ Ռաֆայելը վեր կացավ մի քայլ արեց դեպի նա։ Դա միայն դա չէր։ Դուք արեցիք ավելին, քան մարդկանց մեծամասնությունը կաներ։ Եվ ես կհամոզվեմ, որ դուք բարգատրվեք։ Որ այլս երբեք դժվարությունների միջով չանցնեք։ Որ ունենաք այն ամենը, ինչի կարիքն ունեք։ Անահիտը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Նա սովոր չէր այդքան ուշադրության, այդքան երախտագիտության։ Չգիտեր, ինչպես արձագանքել։ Ես ոչինչ չեմ ուզում փոխարենը։ Պարզապես ուզում եմ, որ տիկին Թերեզան լավ լինի։ Բայց Ռաֆայելը գլուխը թափահարեց։ Դուք դրանից ավելին կունենաք։ Շատ ավելին։ Ես խոստանում եմ։ Եվ այդ պահին, երբ նրանք երեքով կանգնած էին այնտեղ, այդ պարզ խրճիթում, Անահիտը զգաց, որ ինչ-որ բան փոխվել է։ Սա այլս միայն տիկին Թերեզային փրկելու մասին չէր։ Սա ավելի մեծ բանի մասին էր։ Արդարության, ճշմարտության, ճիշտ բանն անելու մասին, անկախ գնից։ Եվ մինչ Արը սկսում էր մայր մտնել դրսում, երկար ստվերներ գցելով հողի վրա, Անահիտը գիտեր, որ իսկական ճակատամարտը դեռ նոր է սկսվում։ Արը մայր էր մտնում, երբ Ռաֆայելը որոշեց, որ ժամանակն է վերադառնալ առանձնատուն։ Բայց այս անգամ նա մենակ չէր գնալու։ Նա պնդեց, որ տիկին Թերեզան, Անահիտն իրեն ուղեկցեն։ Անահիտը տատանվեց։ Իր տեղը չէր գնալ այդ վեհաշուկ առանձնատուն, առավել սխառնվել ընտանեկան գործերին։ Բայց Ռաֆայելը հաստատակամ էր։ Դուք այժմ այս ամենի մի մասն եք, Անահիտ։ Դուք փրկեցիք մորս։ Արժանի եք այնտեղ լինել, երբ ճշմարտությունը բացահայտվի։ Եվ դրանից ավելին, ես ձեր կարիքն ունեմ այնտեղ։ Ինձ անկողմնակալ վկա է պետք։ Մեկը, ով կարող է հաստատել այն ամենը, ինչի միջով անցել է մայրս։ Տիկին Թերեզան նույնպես պնդեց, բռնելով Անահիտի ձեռքը։ Խնդրում եմ, արի մեզ հետ։ Ես ինձ ավելի ուժեղ եմ զգում քո կողքին։ Եվ այսպես, նրանք երեքով մեկնեցին Ռաֆայելի կառքով։ Անահիտը երբեք այդքան էլեգանտ կառքով չէր երթեկել։ Նստատեղը փափուկ էր, վարագույրները թավ շից։ Նա իրեն օտար էր զգում, բայց փորձում էր ցույց չտալ։ Տիկին Թերեզան նյարդայնացած էր, ձեռքերը սեղմում էր ծնկներին։ Ռաֆայելը իր հերթին լուռ էր, ծնոտը սեղմված, հայացքը հառած ճանապարհին։ Անահիտը կարող էր տեսնել նրա ներսում հույզերի փոթորիկը։ Զայրույթ, ցավ, մեղքի զգացում։ Ամեն ինչ խառնված էր մի կոշտ արտահայտության մեջ։ Ալավերդյանների առանձնատունը հայտնվեց բլրի գագաթին, լուսավորված օրվա վերջին շողերով։ Այն ավելի վեհաշուկ էր, քան Անահիտը պատկերացնում էր։ 3 հարկ քարից փայտից, հսկայական պատուհաններով մի այգով, որը կարծես ձգվում էր մինչ հորիզոն։ Անահիտը սրտում սեղմոց զգաց։ Ինչպես էր Լիլիթը կարողացել տիկին Թերեզային դուրս հանել այսպիսի հոյակապ վայրից։ Ինչպես էր դա անելու քաջություն ունեցել։ Երբ կառքը կանգնեց գլխավոր մուտքի դիմաց, մի քանի ծառաներ դուրս եկան Ռաֆայելին դիմավորելու։ Բայց երբ տեսան կառքից իջնող տիկին Թերեզային, մի պահ ցնցված լռություն տիրեց։ Հետո ավելի տարեց ծառաներից մեկը, Ռոզա անունով մի կին, ուրախության ճիչ արձակեց վազեց դեպի տիկին Թերեզան, ամուր գրկելով նրան։ Տիկին Թերեզա, փառք Աստծո։ Մենք կարծում էինք, որ դուք ընդմիշտ հեռացել եք։ Կարծում էինք, որ այլս երբեք չեք վերադառնա։ Մյուս ծառաները մոտեցան, բոլորը արցունքներն աչքերին, բոլորը գրկում էին տիկին Թերեզային, դիպչում նրա դեմքին, կարծես պետք է համոզվեին, որ նա իրական է։ Անահիտը տեսավ հուզմունքը տարեց կնոջ դեմքին հասկացավ։ Այս մարդիկ սիրում էին նրան։ Այս մարդիկ կարոտել էին նրան։
Եվ նրանցից ոչ ոք չէր հավատացել այն պատմությանը, որը Լիլիթը պատմել էր։ Ռաֆայելը դիտում էր ամեն ինչ մռայլ արտահայտությամբ։ Հետո շրջվեց դեպի ծառաները։ Որտե՞ղ է Լիլիթը։ Ծառա Ռոզան հայացքը խոնարհեց, ակնհայտորեն անհարմար զգալով։ Նա հյուրասենյակում է, պարոն Ռաֆայել։ Գնդապետ Ավագյանի մի քանի այլ հյուրերի հետ։ Ռաֆայելը գլխով արեց սկսեց քայլել դեպի մուտքը։ Տիկին Թերեզան հետեց նրան, իսկ Անահիտը նրանց հետից, գնալով ավելի նյարդայնանալով։ Նրանք անցան մի հսկայական նախասրահով, որի մարմարե հատակն այնքան փայլուն էր, որ հայելու պես արտացոլում էր։ Պատերին նկարներ կային, առաստաղից կախված էին բյուրեղյա ջահեր։ Դա բոլորովին այլ աշխարհ էր, քան այն, ինչ Անահիտը գիտեր։ Երբ հասան հյուրասենյակի դռանը, Ռաֆայելը մի պահ կանգ առավ։ Անահիտը տեսավ, որ նա խորը շունչ է քաշում, պատրաստվելով։ Հետո, վճռական շարժումով, նա բացեց դռները։ Ներսում տեսարանը անփույթ էլեգանտության տպավորություն էր թողնում։ Լիլիթը նստած էր կարմիր թավշե բազկաթոռին, հագին մուգ կապույտ մետաքսե զգեստ, որն ընդգծում էր նրա սառը գեղեցկությունը։ Նա գինու բաժակ էր բռնել աշխուժորեն զրուցում էր գնդապետ Ավագյանի երկու այլ տղամարդկանց հետ, որոնց Անահիտը չէր ճանաչում։ Երբ լսեցին դռների բացվելու ձայնը, բոլորը շրջվեցին նայելու։ Լիլիթի ժպիտն անմիջապես անհետացավ, երբ տեսավ տիկին Թերեզային։ Նա գունատվեց, քիչ մնաց բաժակը գցեր։ Գնդապետ Ավագյանն արագ վեր կացավ, ակնհայտորեն զարմացած։ Մյուս երկու տղամարդիկ շփոթված նայում էին, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Ռաֆայել, սիրելիս, դու շուտ ես վերադարձել, ասաց Լիլիթը, փորձելով վերականգնել հանգստությունը։ Բայց նրա ձայնը դողաց։ Նա նայեց տիկին Թերեզային, մի մութ բան անցավ նրա աչքերով։ Թերեզա։ Ինչ անակնկալ։ Կարծում էի, դու վայելում ես քո հանգիստը գյուղում։ Ռաֆայելը մի քայլ առաջ արեց, նրա ձայնը սառը հնչեց։ Վերջ տուր այս կեղծիքին, Լիլիթ։ Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ, որ դու մորս տնից դուրս ես հանել։ Գիտեմ սպառնալիքների մասին։ Գիտեմ քո տարածած ստերի մասին։ Եվ գիտեմ շատ ավելին, քան դու պատկերացնում ես։ Լիլիթը վեր կացավ, գինու բաժակը մի կողմ դնելով։ Նրա դեմքն ընդունեց վիրավորված անմեղության արտահայտություն։ Ռաֆայել, չգիտեմ, թե մայրդ ինչ է քեզ պատմել, բայց նա շփոթված է։ Նա ինքն է խնդրել հեռանալ։ Ասաց, որ խաղաղություն է ուզում, որ տունը շատ աղմկոտ է։ Ես պարզապես հարգում էի նրա ցանկությունները։ Տիկին Թերեզան մի քայլ առաջ արեց, ձայնը հաստատուն։ Դու ստել ես որդուս։ Ստել ես բոլորին։ Դու ինձ այստեղից դուրս ես հանել օտար տղամարդկանց օգնությամբ։ Ինձ թողել ես սեփական բախտին, հուսալով, որ կանհետանամ։ Բայց ես չանհետացա։ Եվ ճշմարտությունը նույնպես չի անհետանա։ Լիլիթը ծիծաղեց, բայց դա առանց հումորի ծիծաղ էր։ Ճշմարտությունը։ Ինչ ճշմարտություն, Թերեզա։ Դու ծերանում ես, տկարամտում։ Երազները իրականության հետ ես շփոթում։ Ցավալի է, իսկապես։ Բայց ես թույլ չեմ տա, որ իմ մասին ստեր տարածես։ Ռաֆայելը գրպանից հանեց նամակը շպրտեց սուրճի սեղանին, հենց Լիլիթի դիմաց։ Սա նամակ է, որը հայրս գրել է մահանալուց առաջ։ Դրանում նա մանրամասնում է այն ամենը, ինչ պարզել է քո մասին։ Քո առաջին ամուսնության մասին։ Քո առաջին ամուսնու անհետացման մասին։ Քո ստերի մասին։ Նա գիտեր, թե ով ես դու, Լիլիթ։ Եվ ես էլ հիմա գիտեմ։ Հաջորդած լռությունն այնքան ծանր էր, որ Անահիտը դժվարությամբ էր շնչում։ Լիլիթը նայեց նամակին, կարծես թունավոր օձ լիներ։ Հետո, դանդաղ, նրա աչքերը շրջվեցին դեպի Ռաֆայելը։ Եվ անմեղության դիմակը լիովին ընկավ։ Այն, ինչ մնաց, սառն էր, հաշվենկատ, վտանգավոր։ Ուրեմն նա իսկապես ամեն ինչ գրել է, ասաց նա, ձայնը ցածր, բայց թույնով լի։ Ես գիտեի, որ նա կասկածում է։ Դրա համար էլ ստիպված էի գործել։ Ստիպված էի համոզվել, որ նա երբեք քեզ չի պատմի։ Որ երբեք չի քանդի այն, ինչ ես կառուցել եմ։ Տիկին Թերեզան խուլ ճիչ արձակեց։ Դու խոստովանեցիր։ Դու ինչ-որ բան ես արել ամուսնուս հետ։ Դու նրան լռեցրել ես։ Լիլիթը շրջվեց դեպի նա, նրա աչքերում մի սարսափելի բան կար։
Նա պատրաստվում էր ամեն ինչ քանդել, բացահայտել ինձ դուրս հանել այս տնից, այս կյանքից։ Ես դա թույլ չէի տա։ Ոչ այն ամենից հետո, ինչի միջով անցել եմ այստեղ հասնելու համար։ Նա ստացավ այն, ինչին արժանի էր։ Ռաֆայելը թղթի պես սպիտակել էր։ Նրա ձեռքերը դողում էին մարմնի կողքին։ Դու ասում ես, որ սպանել ես հորս։ Լիլիթը ժպտաց, ծուռ դաժան ժպիտով։ Ես ասում եմ, որ արել եմ այն, ինչ անհրաժեշտ էր այս ընտանիքում իմ տեղը պաշտպանելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես արեցի այն, ինչ անհրաժեշտ էր այդ զզվելի ծեր կնոջ հետ։ Նա միշտ չափազանց շատ բան գիտեր։ Միշտ կասկածում էր ինձ։ Պարզապես ժամանակի հարց էր, թե երբ կլցներ քո գլուխը մտքերով։ Դրա համար էլ ստիպված էի ազատվել նրանից։ Գնդապետ Ավագյանը մի քայլ առաջ արեց, ակնհայտորեն անհարմար զգալով։ Լիլիթ, զգույշ եղիր, թե ինչ ես ասում։ Այստեղ վկաներ կան։ Լիլիթը շրջվեց դեպի նա, աչքերը փայլում էին զսպված խելագարությամբ։ Իսկ ինչ։ Ով կհավատա նրանց։ Ծերունական տկարամտություն ունեցող կնոջ խոսքին։ Անանուն մի գյուղացի աղջկա։ Նա արհամարանքով ցույց տվեց Անահիտին։ Ես հիմա Ալավերդյան եմ։ Ես իշխանություն ունեմ։ Ազդեցություն ունեմ։ Նրանք ոչինչ են։ Ռաֆայելը շարժվեց դեպի նա, բայց տիկին Թերեզան բռնեց նրա թից։ Չարժե, որդիս։ Նա քո զայրույթին արժանի չէ։ Ռաֆայելը կանգ առավ, ծանր շնչելով։ Հետո շրջվեց դեպի ծառաները, որոնք հավաքվել էին դռան մոտ, ձայների ձայնից գրավված։ Ուզում եմ, որ այստեղ բոլորը լսեն։ Այս կինն այլս ցանկալի չէ այս տանը։ Նա դուրս է։ Հանել մորս, սպառնացել է վկաներին հենց նոր խոստովանեց, որ ներգրավված է հորս մահվան մեջ։ Ուզում եմ, որ նա հեռանա։ Հիմա։ Լիլիթը սուր ծիծաղեց։ Դու չես կարող ինձ դուրս հանել։ Ես քո կինն եմ։ Ես օրինական իրավունքներ ունեմ այս տան նկատմամբ։ Ռաֆայելը մոտեցավ նրան, նրա ձայնը ցածր ու վտանգավոր հնչեց։ Դու ոչ մի իրավունք չունես։ Ես կչեղարկեմ այս ամուսնությունը։ Կբացահայտեմ այն ամենը, ինչ դու արել ես։ Եվ կհամոզվեմ, որ դու վճարես յուրաքանչյուր արցունքի համար, որը ստիպել ես մորս թափել։ Յուրաքանչյուր ստի համար, որ ասել ես։ Յուրաքանչյուր կյանքի համար, որ քանդել ես։ Մի պահ Լիլիթը անվստահ տեսք ուներ։ Նա շուրջը նայեց, աջակցություն փնտրելով։ Բայց նույնիսկ գնդապետ Ավագյանը հեռացել էր նրանից, ակնհայտորեն ցանկանալով հեռու մնալ այդ իրավիճակից։ Մյուս երկու տղամարդիկ արդեն աննկատ դուրս էին եկել սենյակից։ Հետո Լիլիթը ուղղեց մեջքը, վերականգնելով որոշակի հանգստություն։ Շատ լավ։ Բայց մի կարծիր, թե սա ավարտվեց, Ռաֆայել։ Ես հզոր մարդկանց եմ ճանաչում։ Դաշնակիցներ ունեմ։ Եվ ես կպայքարեմ յուրաքանչյուր լումայի համար, որը դու ինձ պարտքես։ Այս կալվածքի յուրաքանչյուր կտորի համար։ Դու կզղջաս, որ ինձ մարտահրավեր նետեցիր։ Ռաֆայելը ոչինչ չասաց։ Պարզապես դիտում էր, թե ինչպես է նա քայլում դեպի դուռը, գլուխը բարձր, ծածնելով մի արժանապատվություն, որը չուներ։ Դռան մոտ նա կանգ առավ հետ նայեց, նրա աչքերը կանգ առան Անահիտի վրա։ Իսկ ինչ վերաբերում է քեզ, աղջնակ։ Դու կվճարես այն բանի համար, որ խառնվել ես քո գործը չեղող հարցերին։ Թանկ կվճարես։ Անահիտը սարսուռ զգաց, բայց հայացքը չփախցրեց։ Նա չէր վախենա։ Ոչ հիմա, այն ամենից հետո, ինչի միջով անցել էր։ Երբ Լիլիթը վերջապես հեռացավ, մնացած լռությունը գրեթե շոշափելի էր։ Ռաֆայելը շրջվեց դեպի մայրը, որը դողում էր։ Նա գրկեց նրան, Անահիտը տեսավ, թե ինչպես են արցունքները հոսում երկուսի դեմքով։ Ներիր, մայր։ Ներիր, որ ավելի շուտ չնկատեցի։ Ներիր, որ թույլ տվեցի, որ սա քեզ հետ պատահի։ Տիկին Թերեզան բռնել էր որդուն, կարծես կյանքը դրանից կախված լիներ։ Դա քո մեղքը չէր։ Նա բոլորիս խաբեց։ Կարևորն այն է, որ հիմա դու գիտես ճշմարտությունը։ Եվ մենք նորից միասին ենք։ Նրանք երկար ժամանակ այդպես մնացին, գրկախառնված, բուժելով վերքեր, որոնք բառերը չէին կարող բուժել։ Անահիտը մի կողմ քաշվեց, իրեն օտար զգալով այդ մտերմիկ պահին։
Բայց հետո Ռաֆայելը ձեռքը մեկնեց նրան, իրենց գրկախառնության մեջ քաշելով. «Դուք նույնպես։ Դուք սրա մի մասն եք։ Այս ընտանիքի մի մասն եք այժմ»։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Ոչ ոք երբեք իրեն նման բան չէր ասել։ Ոչ ոք երբեք իրեն չէր ստիպել զգալ, որ ինչ-որ տեղ պատկանում է։ Եվ այնտեղ, այդ հսկայական ու էլեգանտ սենյակում գրկախառնված մարդկանց հետ, որոնց հազիվ էր ճանաչում, բայց որոնք արդեն այդքան բան էին նշանակում, Անահիտը մի բան զգաց, որը երբեք չէր զգացել։ Նա իրեն տանը զգաց։ Հաջորդ օրերը գործունեության հորցանուտ էին։ Ռաֆայելը փաստաբաններ վարձեց ամուսնության չեղարկման գործընթացը սկսելու համար։ Նա մասնավոր քննիչներ վարձեց Լիլիթի դեմ ապացույցներ հավաքելու համար։ Եվ այն, ինչ նրանք պարզեցին, ավելի վատ էր, քան պատկերացնում էին։ Լիլիթը պարզապես մանիպուլյատոր կին չէր։ Նա մի ամբողջ կարիերա էր կառուցել ստի խաբեության վրա։ Ամուսնանում էր հարուստ տղամարդկանց հետ, շահում նրանց վստահությունը, իսկ հետո ուղիներ էր գտնում նրանցից ազատվելու նրանց կարողություններին տիրանալու համար։ Առաջին ամուսինն իսկապես անհետացել էր, թե երբեք կոնկրետ ապացույցներ չէին գտել, անուղղակի ապացույցները մատնանշում էին Լիլիթին։ Ռաֆայելից առաջ կար նա երկրորդ ամուսին, որը մահացել էր Ռաֆայելի հորը նման հանգամանքներում։ Հանկարծակի հիվանդություն, արագ մահ, Լիլիթը ժառանգում է ամեն ինչ։ Երբ այս տեղեկությունները բացահայտվեցին, սկանդալը ցնցեց ամբողջ տարածաշրջանը։ Ալավերդյանների ընտանիքը, որը միշտ այդքան հարգված էր, հայտնվել էր մի գործի կենտրոնում, որը ներառում էր հնարավոր ողբերգական դեպքեր, մանիպուլյացիա, խարդախություն։ Տեղական թերթերը հոդվածներ էին հրապարակում։ Մարդիկ խոսում էին։ Եվ Լիլիթը, որը միշտ հպարտանում էր իր սոցիալական կարգավիճակով, տեսավ, թե ինչպես է իր հեղինակությունը ոչնչանում մեկ գիշերվա մեջ։ Բայց նա առանց պայքարի չհանձնվեց։ Սեփական փաստաբաններ վարձեց, փորձեց կաշառել վկաներին, ավելի շատ ստեր տարածեց։ Եվ գնդապետ Ավագյանը, չնայած սկզբում հեռացել էր, նորից սկսեց աջակցել նրան։ Անահիտը ծառա Ռոզայից իմացավ, որ նա Լիլիթը ավելին ունեին, քան ընկերություն։ Նրանք սիրեկաններ էին։ Եվ Ավագյանը ծրագրեր ուներ ամուսնանալ Լիլիթի հետ, հենց որ նա ազատվեր, որպեսզի միավորեին իրենց կարողությունները։ Մի անձրոտ կեսօր, սկզբնական առճակատումից շաբաթներ անց, իրադարձությունները անսպասելի ընթացք ստացան։ Անահիտը առանձնատան գրադարանում էր, կարդում էր այն բազմաթիվ գրքերից մեկը, որոնց այժմ հասանելիություն ուներ, երբ Ռաֆայելը ներս մտավ։ Նա հոգնած տեսք ուներ, կարծես այն ամենի բեռը, ինչ կատարվում էր, մաշում էր նրան։ Նա լուռ նստեց նրա կողքին։ Անահիտը փակեց գիրքը, սպասելով, որ նա խոսի։ Բայց Ռաֆայելը պարզապես նայում էր բուխարու կրակին, խորասուզված մտքերի մեջ։ Վերջապես, նա շրջվեց դեպի նա։ Անահիտ, պետք է նորից ձեզ շնորհակալություն հայտնեմ։ Եվ պետք է ներողություն խնդրեմ։ Անահիտը շփոթված ճակատը կնճռեց։ Ներողություն ինչի՞։ Համար։ Ռաֆայելը հոգոց հանեց։ Ձեզ վտանգի ենթարկելու համար։ Լիլիթը գնալով ավելի հուսահատ է դառնում։ Այսօր լուր ստացա, որ նա սպառնալիքներ է հնչեցնում։ Ասում է, որ կվնասի ձեզ, կոչնչացնի ձեր հեղինակությունը, կստիպի, որ ամեն ինչ կորցնեք։ Եվ ես ինձ պատասխանատու եմ զգում։ Եթե ես ի սկզբանե ավելի ուշադիր լինեի, այս ամենից ոչինչ տեղի չէր ունենա։ Անահիտը գլուխը թափահարեց։ Դուք մեղավոր չեք։ Իսկ ինչ վերաբերում է նրա սպառնալիքներին, ես չեմ վախենում։ Ավելի վատ բաների միջով եմ անցել։ Եվ հիմա մենակ չեմ։ Ես ունեմ ձեզ տիկին Թերեզային։ Ռաֆայելը նայեց նրան, նրա աչքերում մի լարված բան կար։ Մի բան, որը ստիպեց Անահիտի սրտին արագանալ։ Դուք իսկապես չեք վախենում։ Նույնիսկ իմանալով այն ամենը, ինչի ընդունակ է Լիլիթը։ Անահիտը մի պահ մտածեց, հետո ժպտաց։ Վախենում եմ, այո։ Բայց թույլ չեմ տա, որ վախը ինձ կաթվածահար անի։ Մորիցս սովորել եմ, որ երբեմն պետք է քաջ լինես, նույնիսկ երբ սարսափած ես։ Որ ճիշտ բան անելն ավելի կարևոր է, քան ապահով լինելը։ Ռաֆայելը լուռ մնաց, դեռ նայելով նրան։ Հետո, դանդաղ, նա բռնեց նրա ձեռքը։ Դուք արտասովոր եք, Անահիտ։ Չգիտեմ, դուք դա նկատում եք, բայց այդպես է։ Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ ձեզ հետ ինչ-որ բան պատահի։
Ոչ այն ամենից հետո, ինչ արել եք իմ ընտանիքի համար։ Ինձ համար։ Անահիտը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Ռաֆայելի ձեռքը տաք էր, ամուր։ Նա ուզում էր հետ քաշել ձեռքը, բայց միևնույն ժամանակ ուզում էր հավերժ այնտեղ մնալ։ Ռաֆայել, ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ։ Նա գլուխը թափահարեց։ Ոչ։ Դուք ավելին արեցիք։ Շատ ավելին։ Եվ ես ուզում եմ փոխհատուցել։ Ուզում եմ համոզվել, որ դուք այլս երբեք կարիքի մեջ չլինեք։ Որ ունենաք այն ամենը, ինչին արժանի եք։ Անահիտը վերջապես հետ քաշեց ձեռքը, վեր կենալով։ Ես չեմ ուզում, որ ձեր երախտագիտությունը պարտավորության վերածվի։ Ես ողորմության կարիք չունեմ։ Ռաֆայելը նույնպես վեր կացավ, հիասթափված։ Դա ողորմություն չէ։ Դա արդարություն է։ Ճանաչում է։ Դուք փրկեցիք մորս, Անահիտ։ Եվ այդ ընթացքում փրկեցիք նա ինձ։ Ստիպեցիք ինձ տեսնել ճշմարտությունը։ Ստիպեցիք ինձ հասկանալ, թե ինչն է իրականում կարևոր։ Ինչպես կարող եմ չուզենալ փոխհատուցել դա։ Անահիտը նայեց նրան, տեսնելով անկեղծությունը նրա աչքերում։ Եվ առաջին անգամ թույլ տվեց իրեն մտածել, թե դա ինչ է նշանակում։ Ռաֆայելը պարզապես տիկին Թերեզայի որդին չէր։ Նա պարզապես հարուստ մարդ չէր, որը փորձում էր ճիշտ բան անել։ Նա մեկն էր, ում նա սկսել էր հիանալ։ Մեկը, ով առանց նկատելու սկսել էր զբաղեցնել նրա մտքերը։ Բայց դա անհնար էր։ Նրանք տարբեր աշխարհներից էին։ Նա Ալավերդյան էր։ Նա աղքատ դերձակուհի էր, որը մինչ մի քանի ամիս առաջ հազիվ կարդալ գիտեր։ Նրանց միջ երախտագիտությունից բացի ոչինչ չէր կարող լինել։ Չպետք է լիներ։ Ես ընդունում եմ ձեր օգնությունը, ասաց Անահիտը վերջապես։ Բայց ոչ թե որովհետև կարծում եմ, թե դուք ինձ ինչ-որ բան պարտքեք։ Ընդունում եմ, որովհետև գիտեմ, որ դա անկեղծ սրտից է գալիս։ Եվ որովհետև, անկեղծ ասած, դրա կարիքն ունեմ։ Ռաֆայելը ժպտաց, դա անկեղծ, թեթացումով լի ժպիտ էր։ Շնորհակալ եմ։ Դուք չեք զղջա, խոստանում եմ։ Բայց մինչ նա դուրս էր գալիս գրադարանից, Անահիտը մնաց այնտեղ, նայելով կրակին, զգալով հույզերի մի խառնաշփոթ, որը չէր կարողանում անվանել։ Երախտագիտություն, այո։ Բայց նա ինչ-որ ավելին։ Մի բան, որը նրան վախեցնում էր, հուզում մի նույն ժամանակ։ Դրսում անձրը նորից սկսեց տեղալ։ Եվ Անահիտը չէր կարող չմտածել, որ այդ փոթորիկը, բառացի, փոխաբերական իմաստով, դեռ շատ հեռու էր ավարտվելուց։ Հաջորդած շաբաթները նշանավորվեցին մշտական լարվածությամբ։ Լիլիթը, որը վտարվել էր առանձնատնից, բայց տեխնիկապես դեռ ամուսնացած էր Ռաֆայելի հետ, մինչ չեղարկումը վերջնական տեսքի կբերվեր, հաստատվել էր գնդապետ Ավագյանի կալվածքներից մեկում։ Այնտեղից նա շարունակում էր դավեր նյութել, ստեր տարածել, փորձել իրավիճակը շահարկել իր օգտին։ Տեղական թերթերը, որոնք սնվում էին անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններով, հակասական հոդվածներ էին հրապարակում։ Մի օր Լիլիթը չարագործն էր։ Մյուս օրը հզոր ընտանիքի զոհը, որը փորձում էր ազատվել իրենից։ Անահիտը, որն այժմ ապրում էր առանձնատանը տիկին Թերեզայի համար խնդրանքով, իրեն գնալով ավելի օտար էր զգում։ Նուրբ հագուստները, որոնք նրան տալիս էին, շքեղ սենյակները, առատ կերակուրները։ Այս ամենը հրաշալի էր, բայց նա ստիպում էր նրան զգալ, որ ուրիշի կյանքով է ապրում։ Նա դեռ արթնանում էր գիշերվա կեսին, վախեցած, կարծելով, թե վերադարձել է իր համեստ խրճիթ։ Եվ նրա մի մասը կարոտում էր այդ պարզությունը։ Մի շաբաթ առավոտ ամեն ինչ նորից փոխվեց։ Ռաֆայելն իր աշխատասենյակում էր, թղթաբանությամբ զբաղված, երբ ծառաներից մեկը տագնապալի լուր բերեց։ Անահիտի խրճիթը գիշերը հրդեհվել էր։ Այն ամբողջովին ավերվել էր։ Ոչինչ չէր մնացել։ Երբ Անահիտն իմացավ, զգաց, կարծես իր մի մասը պոկել էին։ Այդ խրճիթն այն ամենն էր, ինչ ուներ։ Դա մոր ժառանգությունն էր, միակ վայրը, որն իսկապես կարող էր իրենը կոչել։ Եվ հիմա այն այլս գոյություն չուներ։ Ռաֆայելը փորձեց մխիթարել նրան, բայց տեսավ, որ նա շոկի մեջ է, անկարող մարսելու տեղի ունեցածը։ Մենք կվերակառուցենք, ասաց նա, բռնելով նրա ձեռքերը։ Մենք նոր տուն կկառուցենք։ Ավելի լավը։ Ավելի ամուր։ Բայց Անահիտը գլուխը թափահարեց, արցունքներն ազատ հոսում էին։
Խնդիրը տունը չէ։ Խնդիրն այն է, թե ինչ էր այն խորհրդանշում։ Դա մորս վերջին կտորն էր։ Եվ հիմա այն չկա։ Ռաֆայելը չգիտեր ինչ ասել։ Ներսում խորը զայրույթ էր զգում։ Գիտեր, թե ով է պատասխանատուն։ Լիլիթը։ Պետք է նա լիներ։ Դա նրա վրեժխնդրության ձն էր, ցույց տալու, որ դեռ իշխանություն ունի։ Այդ կեսօր Ռաֆայելը գնաց գնդապետ Ավագյանի կալվածք։ Չզգուշացրեց, որ գալիս է։ Պարզապես հայտնվեց իր երկու վստահելի մարդկանց հետ, պահանջեց խոսել Լիլիթի հետ։ Ավագյանը փորձեց խանգարել նրան, բայց Ռաֆայելը քաղաքական խաղերի տրամադրություն չուներ։ Լիլիթ, դուրս արի հիմա։ Պետք է քեզ հետ խոսեմ։ Նա հայտնվեց պատշգամբում, հագին մետաքսե խալաթ, ձեռքին թեյի բաժակ։ Ժպտաց, երբ տեսավ Ռաֆայելին, բայց դա թունավոր ժպիտ էր։ Ռաֆայել, սիրելիս։ Ինչ հաճելի է քեզ տեսնել։ Եկել ես ինձ այցելելու։ Ռաֆայելը բարձրացավ պատշգամբի աստիճաններով, կանգնելով նրանից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Դու այրել ես Անահիտի խրճիթը։ Լիլիթը զարմացած ծացրեց։ Ես։ Ինչպես կարող ես ինձ նման բանում մեղադրել։ Ես ամբողջ գիշեր այստեղ եմ եղել։ Տասնյակ վկաներ կան։ Ռաֆայելը բռունցքները սեղմեց, պայքարելով այնպիսի բան անելու ցանկության դեմ, որի համար կզղջար։ Դու կարող էիր այստեղ լինել, բայց ինչ-որ մեկին ես ուղարկել։ Ճիշտ այնպես, ինչպես նախկինում ինչ-որ մեկին ուղարկեցիր խրճիթը տակնուվրա անելու։ Ճիշտ այնպես, ինչպես ինչ-որ մեկին ուղարկեցիր Անահիտին սպառնալու։ Կարծում ես, չգիտեմ, թե ինչպես ես գործում։ Լիլիթը ուսերը թոթվեց, թեյից կում անելով։ Ապացուցիր։ Ապացուցիր, որ ես եմ եղել։ Սպասիր։ Դու չես կարող։ Որովհետև ոչ մի ապացույց չունես։ Ճիշտ այնպես, ինչպես իրական ապացույցներ չունես իմ մասին քո պնդումների համար։ Այն ամենը, ինչ ունես, կասկածներն են մի հին նամակ, գրված մի մարդու կողմից, որը շփոթված էր իր վերջին օրերին։ Ռաֆայելը մի քայլ ավելի մոտեցավ, նրա ձայնը ցածր ու վտանգավոր հնչեց։ Դու կարող ես կարծել, որ անձեռնմխելի ես։ Կարող ես կարծել, որ միշտ անպատիժ կմնաս։ Բայց ես կհամոզվեմ, որ դու վճարես։ Յուրաքանչյուր արցունքի համար։ Յուրաքանչյուր ցավի համար։ Յուրաքանչյուր կյանքի համար, որ քանդել ես։ Ես կնվիրեմ իմ կյանքի մնացած մասը դրան, եթե անհրաժեշտ լինի։ Լիլիթը նայեց նրա աչքերին, առաջին անգամ Ռաֆայելը նրա աչքերում վախի նման մի բան տեսավ։ Բայց նա արագ քողարկեց դա։ Արա ինչ ուզում ես, Ռաֆայել։ Բայց հիշիր, ես էլ կարող եմ քանդել։ Եվ կսկսեմ այն աննշան աղջնակից, որին դու այդքան պաշտպանում ես։ Նա չգիտի, թե ինչի մեջ է ընկել։ Ռաֆայելը շրջվեց հեռացավ, առանց այլս որևէ բան ասելու։ Գիտեր, որ ցանկացած լրացուցիչ խոսք անօգուտ կլինի։ Լիլիթը բանականությունից անդին էր։ Նա կլանված էր իր սեփական չարությամբ։ Երբ վերադարձավ առանձնատուն, գտավ Անահիտին այգում, նստած քարե նստարանին, նայելով դեպի ոչ մի տեղ։ Տիկին Թերեզան նրա կողքին էր, բռնելով նրա ձեռքը։ Ռաֆայելը մոտեցավ, նստեց Անահիտի մյուս կողմում։ Ես խոսեցի նրա հետ։ Ոչինչ չխոստովանեց, բայց գիտեմ, որ նա է եղել։ Անահիտը գլխով արեց, առանց զարմանալու։ Ես էլ գիտեմ։ Եվ գիտեմ, որ կշարունակի։ Նա չի կանգնի, մինչ ինձ չոչնչացնի։ Կամ մինչ ես չհեռանամ։ Ռաֆայելը տագնապով շրջվեց դեպի նա։ Դուք չեք հեռանա։ Ես թույլ չեմ տա։ Անահիտը վերջապես նայեց նրան, նրա աչքերը լի էին խորը տխրությամբ։ Ռաֆայել, ես այս աշխարհին չեմ պատկանում։ Երբեք չեմ պատկանի։ Ես պարզապես աղքատ դերձակուհի եմ, որի բախտը բերել է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել։ Բայց դա չի փոխում, թե ով եմ ես։ Չի փոխում, թե որտեղից եմ գալիս։ Տիկին Թերեզան սեղմեց նրա ձեռքը։ Անահիտ, դու պատկանում ես այնտեղ, որտեղ ընտրում ես լինել։ Եվ մենք ընտրել ենք, որ դու այստեղ լինես։ Մեզ հետ։ Դու փրկեցիր իմ կյանքը։ Ինձ հույս տվեցիր, երբ այլս չունեի։ Ինչպես կարող ես կարծել, որ չես պատկանում։ Անահիտը ժպտաց, բայց դա տխուր ժպիտ էր։
Որովհետև շուրջս եմ նայում, տեսնում եմ այս ամենը, այս առանձնատունը, այս հագուստները, այս կյանքը, և գիտեմ, որ դա իմը չէ։ Իրականում իմը չէ։ Դուք բարի եք, առատաձեռն եք, բայց մի օր կհասկանաք, որ ես այս ամենին չեմ սազում, և հետո տարօրինակ կդառնա։ Անհարմար։ Ռաֆայելը ներսում հիասթափություն զգաց։ Ինչպես ստիպել նրան հասկանալ։ Ինչպես ստիպել նրան տեսնել, որ նա ավելին արժե, քան ցանկացած մարդ, ում ինքը ճանաչել է։ Անահիտ, նայիր ինձ։ Նա հնազանդվեց, շրջվելով նրա աչքերին նայելու։ Կարծում ես, ինձ հագուստը հուզում է։ Փողը։ Կարգավիճակը։ Ես այս ամենի մեջ եմ մեծացել, տեսել եմ, թե որքան դատարկ է դա։ Տեսել եմ, թե որքան սառն է։ Կինս ուներ այն ամենը, ինչ փողը կարող էր գնել, այնուամենայնիվ նա ամենադժբախտ մարդն էր, ում երբե ճանաչել եմ։ Որովհետև նրան պակասում էր այն, ինչ դու առատորեն ունես։ Բարություն, կարեկցանք, քաջություն։ Դուք ավելի ազնիվ եք, քան այս գյուղի ցանկացած բնակիչ, դա ապացուցելու համար շքեղ ազգանվան կարիք չունեք։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները վերադառնում։ Ուզում էր հավատալ նրան։ Ուզում էր հավատալ, որ կարող է պատկանել։ Բայց տարիների նվաստացումը, որպես ստորադաս վերաբերվելը, չափազանց ծանր էին։ Հենց այդ ժամանակ մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Ռոզան, ամենատարեց ծառան, վազելով հայտնվեց այգում, ձեռքին նամակ։ Պարոն Ռաֆայել։ Պարոն Ռաֆայել։ Փաստաբանից շտապ նամակ է եկել։ Ռաֆայելը վերցրեց նամակը, արագ բացեց այն։ Լուր կարդաց, Անահիտը տեսավ, թե ինչպես են նրա արտահայտությունները փոխվում հետաքրքրությունից զարմանքի, իսկ հետո ուրախության նման մի բանի։ Մեզ մոտ ստացվեց։ Չեղարկումը հաստատվել է։ Լիլիթի հետ ամուսնությունը պաշտոնապես չեղարկված է։ Նա այլևս ոչ մի օրինական իրավունք չունի կալվածքի կամ ալավերդյան ազգանվան նկատմամբ։ Տիկին Թերեզան ուրախության ճիչ արձակեց, վեր կենալով գրկելով որդուն։ Անահիտը ժպտաց, անկեղծորեն ուրախանալով նրանց համար։ Գոնե մղձավանջի այդ մասն ավարտվել էր։ Բայց Ռաֆայելը դեռ չէր ավարտել կարդալը։ Էլի բան կա։ Փաստաբանը նա ուսումնասիրել է կալվածքները։ Պարզել է, որ Անահիտի խրճիթի շրջակա հողերը, ներառյալ այնտեղ, որտեղ խրճիթն էր, տեխնիկապես պատկանում են Ալավերդյանների ընտանիքին։ Պապս դրանք գնել է տասնամյակներ առաջ, բայց երբեք ոչինչ չի արել դրանց հետ։ Դրանք մոռացվել են։ Եվ օրինականորեն, ես կարող եմ դրանց հետ անել այն, ինչ ուզում եմ։ Անահիտը տխրության խայթոց զգաց։ Նույնիսկ այն փոքրիկ հողակտորը, որը կարծում էր, թե իրենն է, իրականում պատկանում էր Ալավերդյաններին։ Եվս մեկ ապացույց, որ ինքը ոչինչ չունի։ Որ միշտ կախված կլինի ուրիշների բարությունից։ Բայց հետո Ռաֆայելը շրջվեց դեպի նա, նրա հայացքում մի լարված բան կար։ Անահիտ, ես ուզում եմ այդ հողերի սեփականության իրավունքը փոխանցել ձեզ։ Ուզում եմ, որ դրանք պաշտոնապես ձերը լինեն։ Ոչ թե որպես նվեր։ Որպես իրավունք։ Որպես ճանաչում այն բանի, ինչ դուք արել եք։ Ինչ դուք նշանակում եք։ Անահիտը քարացավ, անկարող մարսելու այն, ինչ լսում էր։ Ռաֆայել, ես չեմ կարող դա ընդունել։ Դա չափազանց շատ է։ Դա արդարություն է, ընդհատեց տիկին Թերեզան։ Դա նվազագույնն է, ինչին դու արժանի ես, սիրելիս։ Բայց Անահիտը գլուխը թափահարեց։ Դա արդար չէ։ Մարդիկ կխոսեն։ Կասեն, որ ես օգտվել եմ ձեզանից։ Որ գայթակղել եմ Ռաֆայելին կալվածքներ ստանալու համար։ Ես արդեն լսել եմ շշուկները գյուղում։ Գիտեմ, թե ինչ են ասում։ Ռաֆայելը վեր կացավ, Անահիտին նույնպես ոտքի հանելով։ Բռնեց նրա ուսերից, ուղիղ նայելով նրա աչքերին։ Թող խոսեն։ Թող մտածեն ինչ ուզում են։ Միակ կարծիքը, որը կարող է, քոնն է իմը։ Եվ ես ասում եմ, Անահիտ, դու արժանի ես սրան շատ ավելիին։ Խնդրում եմ, ընդունիր։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկը իրեն ինչ-որ բան էր տալիս ոչ թե խղճահարությունից, այլ ճանաչումից։ Հարգանքից։ Արդարությունից։ Ես ընդունում եմ, շշնջաց նա վերջապես։
Ռաֆայելը ժպտաց, մի հսկայական, անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա ամբողջ դեմքը։ Հետո առանց մտածելու, առանց պլանավորելու, նա գրկեց նրան։ Եվ Անահիտը, մոռանալով բոլոր սոցիալական կանոնները, նրանց միջ եղած բոլոր տարբերությունները, հետ գրկեց։ Նրանք երկար ժամանակ այդպես մնացին, պարզապես միմյանց բռնած, մինչ տիկին Թերեզան դիտում էր ուրախության արցունքներն աչքերին։ Հաջորդ օրերին Ռաֆայելը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի փոխանցումը պաշտոնապես կատարվի։ Բայց երբ լուրը տարածվեց գյուղում, արձագանքը հենց այն էր, ինչից Անահիտը վախենում էր։ Մարդիկ վրդովվեցին։ Ինչպես կարող էր մի պարզ դերձակուհի հողեր ստանալ Ալավերդյաններից։ Ինչ կախարդանք էր նա արել Ռաֆայելի վրա։ Գնդապետ Ավագյանը, մասնավորապես, կատաղեց։ Նա միշտ ցանկացել էր այդ հողերը, որոնք սահմանակից էին իր կալվածքներին։ Եվ հիմա դրանք գնում էին մի ոչնչության։ Դա վիրավորանք էր։ Ապտակ։ Նա մի խումբ ազդեցիկ գյուղացիների հետ շարժվեց դեպի Ալավերդյանների առանձնատուն։ Պահանջեցին խոսել Ռաֆայելի հետ։ Երբ նա դուրս եկավ նրանց դիմավորելու, Ավագյանն անմիջապես անցավ գործի։ Սա անհեթեթություն է, Ռաֆայել։ Դու չես կարող պարզապես արժեքավոր հողեր տալ մի գյուղացու։ Օրենքներ կան։ Ավանդույթներ կան։ Դու այս իմպուլսիվ որոշմամբ արատավորում ես Ալավերդյանների անունը։ Ռաֆայելը ձեռքերը խաչեց, հանգստություն պահպանելով։ Հողերն իմն են, ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ։ Եվ ես ընտրել եմ դրանք տալ մեկին, ով արժանի է։ Անահիտը փրկել է մորս։ Ապաստան է տվել, երբ ոչ ոք քաջություն չուներ։ Դա ավելին արժե, քան ցանկացած տիտղոս կամ ավանդույթ։ Ավագյանը սպառնալից մի քայլ առաջ արեց։ Քեզ մանիպուլյացիայի են ենթարկում։ Այդ աղջիկը քեզ կախարդել է։ Հավանաբար ամեն ինչ ի սկզբանե պլանավորել է։ Ընդունել մորթ, բարի սամարացու դեր խաղալ, ամեն ինչ հենց սա ստանալու համար։ Հողեր։ Փող։ Դիրք։ Անահիտն էր, որ իջավ առանձնատան աստիճաններով, կանգնելով Ռաֆայելի Ավագյանի միջ։ Ես ոչինչ չեմ պլանավորել։ Չգիտեի, թե ով է տիկին Թերեզան, երբ նրան ընդունեցի։ Չգիտեի, որ նա Ռաֆայելի մայրն է։ Ոչինչ չգիտեի։ Պարզապես տեսա մի կնոջ, որն օգնության կարիք ուներ, օգնեցի։ Եթե ձեզ համար դա դժվար է հասկանալ, ուրեմն խնդիրն իմը չէ։ Ձերն է։ Ավագյանը արհամարհանքով նայեց նրան։ Ինչպես ես համարձակվում ինձ հետ այդպես խոսել։ Դու ոչինչ ես։ Մի աղքատ դերձակուհի, որի բախտը բերել է։ Բայց բախտը վերջանում է, աղջիկ։ Եվ երբ վերջանա, դու կվերադառնաս այն կեղտափոսը, որտեղից եկել ես։ Ռաֆայելը մի քայլ առաջ արեց, կանգնելով Անահիտի դիմաց։ Եթես մեկ անգամ սպառնաս Անահիտին, կզղջաս։ Ես երաշխավորում եմ։ Ավագյանը ծիծաղեց, բայց դա սառը ծիծաղ էր։ Դու ինձ չես վախեցնում, տղա։ Քո ընտանիքը կարող է փող ունենալ, բայց ես ազդեցություն ունեմ։ Կարող եմ քո կյանքը շատ դժվարացնել։ Կարող եմ անել այնպես, որ ոչ ոք այլս քեզ հետ գործ չունենա։ Կարող եմ մեկուսացնել քո ընտանիքը։ Դա ես ուզում։ Ռաֆայելը չնահանջեց։ Արա ինչ ուզում ես։ Բայց Անահիտը մնում է հողերի հետ։ Եվ եթե փորձես նրա դեմ ինչ-որ բան անել, ես ամեն ինչ կբացահայտեմ։ Քո ներգրավվածությունը Լիլիթի հետ։ Ձեր սխեմաները։ Ամեն ինչ։ Ինձ մի փորձիր, Ավագյան։ Երկու տղամարդիկ երկար նայեցին միմյանց։ Հետո Ավագյանը թքեց գետնին շրջվեց։ Սա դեռ չի ավարտվել։ Նա մյուս տղամարդիկ հեռացան, օդում թողնելով լարվածության ամպ։ Անահիտը դողում էր, բայց ոչ վախից։ Զայրույթից։ Վրդովմունքից։ Ինչպես էին այդ մարդիկ իրենց իրավունք վերապահում դատելու։ Որոշելու, թե ինքն ինչին է արժանի, ինչին ոչ։ Ռաֆայելը անհանգստացած շրջվեց դեպի նա։ Անահիտ, ներիր։ Չէի ուզում, որ դու սրա միջով անցնես։ Բայց Անահիտը գլուխը թափահարեց։ Ոչ։ Ես պետք է սա լսեմ։ Պետք է տեսնեմ, թե ովքեր են այս մարդիկ իրականում։ Եվ պետք է սովորեմ ինձ պաշտպանել։ Չեմ կարող հավերժ քո հետում թաքնվել։
Ռաֆայելը ժպտաց, հիացած նրա ուժով։ Դու թաքնվելու կարիք չունես։ Երբեք չես ունեցել։ Դու ամենաուժեղ մարդկանցից մեկն ես, ում երբեք ճանաչել եմ։ Անահիտը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Վերջին օրերին նա սկսել էր ինչ-որ բան նկատել։ Իր զգացմունքները Ռաֆայելի նկատմամբ փոխվել էին։ Դա այլևս պարզապես երախտագիտություն չէր։ Պարզապես ընկերություն չէր։ Դա ավելի խորն էր։ Մի բան, որը նրան վախեցնում էր, հուզում մի նույն ժամանակ։ Բայց չէր կարող դա խոստովանել։ Ոչ նրան։ Ոչ այն ժամանակ, երբ այդքան բան էր կատարվում։ Ոչ այն ժամանակ, երբ դեռ փորձում էր իր տեղը գտնել այդ նոր աշխարհում։ Մի քանի օր անց եկավ ժամանակը, որ Անահիտն այցելի այն հողերը, որոնք այժմ պաշտոնապես իրենն էին։ Ռաֆայելը պնդեց, որ ուղեկցի նրան, ինչպես նա տիկին Թերեզան։ Նրանք ձիերով գնացին այն վայրը, որտեղ նախկինում խրճիթն էր։ Մոխիրը դեռ այնտեղ էր, կորցրածի մռայլ հիշեցումը։ Անահիտն իջավ ձյուց քայլեց տարածքով։ Այն ավելի մեծ էր, քան պատկերացնում էր։ Ծառեր կային, փոքրիկ գետակ, լեռների գեղեցիկ տեսարան։ Փակեց աչքերը, փորձեց պատկերացնել ապագան։ Նոր տուն։ Այգի։ Գուցե նույնիսկ արհեստանոց, որտեղ կարող էր աշխատել իր կարերի վրա։ Ռաֆայելը մոտեցավ, կանգնելով նրա կողքին։ Ինչի՞ մասին ես մտածում։ Անահիտը բացեց աչքերը, ժպտալով։ Մտածում եմ հնարավորությունների մասին։ Նոր սկիզբների մասին։ Հնի մոխիրների վրա նոր բան կառուցելու մասին։ Ռաֆայելը գլխով արեց։ Կարող եմ օգնել։ Կարող եմ շինարարներ, ճարտարապետներ վարձել։ Կարող ենք այստեղ անհավանական բան անել։ Բայց Անահիտը քնքշորեն գլուխը թափահարեց։ Ոչ։ Այս անգամ ուզում եմ իմ ձով անել։ Իմ ժամանակին։ Գուցե առանձնատուն չլինի, բայց իմը կլինի։ Իսկապես իմը։ Ռաֆայելը հասկացավ։ Չհամառեց։ Պարզապես կանգնեց այնտեղ, նրա կողքին, լուռ, կիսելով այդ պահը։ Տիկին Թերեզան էր, որ խախտեց լռությունը, կանչելով նրանց այնտեղից, որտեղ նստած էր ծառի տակ։ Եկեք այստեղ։ Պետք է ձեզ երկուսիդ հետ խոսեմ։ Անահիտն ու Ռաֆայելը մոտեցան։ Տիկին Թերեզան նայեց նրանց մի արտահայտությամբ, որը միաժամանակ լուրջ էր, քնքուշ։ Դուք երկուստ էլ հիմար եք։ Իսկական հիմարներ։ Անահիտն ու Ռաֆայելը շփոթված նայեցին միմյանց։ Ինչի՞ մասին եք խոսում, մայր։ Տիկին Թերեզան հոգոց հանեց։ Ձեր մասին եմ խոսում։ Այն մասին, թե ինչպես եք նայում միմյանց, երբ կարծում եք, թե մյուսը չի տեսնում։ Այն մասին, թե ինչպես եք անհանգստանում միմյանց համար։ Այն մասին, որ ակնհայտորեն ընկերությունից ավելին եք զգում։ Բայց ձեզանից ոչ ոք խոստովանելու քաջություն չունի։ Անահիտը զգաց, թե ինչպես է դեմքը վառվում։ Տիկին Թերեզա, ես չ։ Տիկին Թերեզան ձեռքը բարձրացրեց, լռեցնելով նրան։ Մի ստիր, սիրելիս։ Ոչ ինձ։ Ես տեսել եմ, թե ինչպիսին եք դուք միասին։ Տեսել եմ, թե ինչպես է Ռաֆայելը քեզ նայում, կարծես դու աշխարհի ամենաթանկ բանը լինես։ Տեսել եմ, թե ինչպես ես դու ժպտում, երբ նա սենյակ է մտնում։ Կարծում եք, նուրբ եք, բայց այդպես չէ։ Ռաֆայելը նույնպես կարմրել էր։ Մայր, դա բարդ է։ Անահիտն ու ես տարբեր աշխարհներից ենք։ Մարդիկ արդեն խոսում են։ Եթե մեր միջ ինչ-որ բան տեղի ունենա, էլ ավելի վատ կլինի։ Տիկին Թերեզան վեր կացավ, մոտենալով որդուն։ Ռաֆայել, սիրելի որդիս։ Երբ ես սովորելու։ Մարդկանց կարծիքը կարևոր չէ։ Կարևորն այն է, թե ինչ ես դու զգում։ Ինչ ես դու ուզում։ Եվ ես գիտեմ, թե ինչ ես դու ուզում։ Գիտեմ այն առաջին անգամից, երբ ձեզ երկուսիդ միասին տեսա։ Նա շրջվեց դեպի Անահիտը։ Իսկ դու, սիրելի աղջիկս։ Դու ամբողջ կյանքդ թույլ ես տվել, որ ուրիշները քեզ ասեն, թե դու ինչին ես արժանի, ինչին ոչ։ Բայց հիմա ժամանակն է, որ դու որոշես։ Ինչ ես դու ուզում։ Իսկապես ուզում։ Անահիտը նայեց Ռաֆայելին, առաջին անգամ թույլ տվեց, որ նա տեսնի այն ամենը, ինչ զգում էր։ Հիացմունքը, քնքշությունը, սերը,
Այո, դա սեր էր։ Նա այլս չէր կարող ժխտել։ Ես ուզում եմ, շշնջաց նա, գրեթե անձայն։ Ուզում եմ մնալ։ Ուզում եմ ձեզ հետ լինել։ Նրա հետ։ Բայց վախենում եմ։ Վախենում եմ, որ բավարար չեմ լինի։ Վախենում եմ, որ մի օր նա կարթնանա կհասկանա, որ սխալ է գործել։ Ռաֆայելը մի քայլ առաջ արեց, բռնելով նրա ձեռքերը։ Անահիտ, դու ավելին ես, քան բավարար։ Դու արտասովոր ես։ Եվ ես ոչ մի սխալ չեմ գործել։ Միակ սխալը, որ գործել եմ, այն է, որ այդքան երկար սպասեցի, քեզ ասելու, թե ինչ եմ զգում։ Ես քեզ սիրում եմ։ Սիրում եմ քո ուժը։ Սիրում եմ քո բարությունը։ Սիրում եմ այն, թե ինչպես ես դու տեսնում աշխարհը։ Եվ եթե դու ինձ թույլ տաս, ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, քեզ ցույց տալով, թե որքան կարևոր ես դու։ Որքան սիրված ես։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում, բայց այս անգամ դրանք ուրախության արցունքներ էին։ Մաքուր, հեղեղող ուրախության։ Ես էլ քեզ եմ սիրում, ասաց նա, վերջապես թույլ տալով իրեն ասել այն բառերը, որոնք այդքան երկար պահել էր։ Ռաֆայելը գրկեց նրան, հետո հենց այնտեղ, այն հողերի մեջտեղում, որոնք այժմ իրենն էին, նա համբուրեց նրան։ Դա քաղցր, խոստումներով հույսերով լի համբույր էր։ Համբույր, որը կնքում էր նոր սկիզբ։ Տիկին Թերեզան դիտում էր ուրախության արցունքները դեմքին։ Որդին գտել էր իսկական մեկին։ Մեկին, ով սիրում էր նրան այնպիսին, ինչպիսին կար, ոչ թե այն բանի համար, ինչ ուներ։ Եվ Անահիտը գտել էր ընտանիք։ Մի վայր, որտեղ պատկանում էր։ Մի սեր, որի մասին երբեք չէր համարձակվել երազել։ Բայց նրանց երջանկությունը աննկատ չմնաց։ Լիլիթը, որը դեռ մոտակայքում էր, իմացավ համբույրի հարաբերությունների մասին։ Եվ նրա զայրույթը հասավ վտանգավոր մակարդակի։ Եթե ինքը չէր կարող ունենալ Ռաֆայելին, ուրեմն ոչ ոք չէր կարող։ Եվ Անահիտը, այդ թշվառ գյուղացին, հաստատ արժանի չէր ունենալու այն, ինչ ինքը կորցրել էր։ Մի մութ գիշեր, շաբաթներ անց, Լիլիթն իր վերջին քայլն արեց։ Ավագյանի օգնությամբ նա սարսափելի բան պլանավորեց։ Նրանք պատրաստվում էին հրդեհել Ալավերդյանների առանձնատունը։ Պատրաստվում էին ոչնչացնել ամեն ինչ։ Եվ եթե Ռաֆայելը, տիկին Թերեզան, Անահիտը ներսում լինեին, էլ ավելի լավ։ Բայց նրանք հաշվի չէին առել ծառաների հավատարմությունը։ Ռոզան, որը միշտ կասկածել էր Լիլիթին, այժմ բացահայտ ատում էր նրան, գյուղում լուրեր լսեց։ Իմացավ, որ ինչ-որ բան է պլանավորվում։ Եվ վազեց Ռաֆայելին զգուշացնելու։ Երբ լսեց լուրը, Ռաֆայելն արագ գործեց։ Կանչեց ոստիկանություն, հավաքեց իր վստահելի մարդկանց, պատրաստվեց ամենավատին։ Այդ գիշեր, երբ Լիլիթն ու Ավագյանի մարդիկ եկան ջահերով վառելիքով, նրանց դիմավորեց մի տասնյակ ոստիկան։ Խառնաշփոթ եղավ, ճիչեր, փախուստի փորձեր։ Բայց վերջում Լիլիթն ու Ավագյանը ձերբակալվեցին։ Նրանց դեմ ապացույցները ջնշող էին։ Ոչ միայն հրդեհի փորձը, այլ Լիլիթի նախկին ամուսինների վերաբերյալ հետաքննությունները, կեղծ փաստաթղթերը, ֆինանսական խարդախությունները։ Ամեն ինչ բացահայտվեց։ Դատավարությունն արագ էր։ Լիլիթը դատապարտվեց, ուղարկվեց հեռու, մեկ այլ քաղաքի բանդ։ Ավագյանը կորցրեց իր կալվածքները, ազդեցությունը, անունը։ Արդարությունը, վերջապես, հաղթանակեց։ Իսկ Ալավերդյանների առանձնատանը կյանքը սկսեց առաջ շարժվել։ Ռաֆայելն ու Անահիտը պաշտոնապես հայտարարեցին իրենց հարաբերությունների մասին։ Սկանդալ եղավ, իհարկե։ Բամբասանքներ, դատողություններ եղան։ Բայց նա աջակցություն եղավ։ Ծառաները սիրում էին Անահիտին։ Ֆերմայի աշխատողները հարգում էին նրան։ Եվ նրանք, ովքեր իսկապես կարոր էին, ուրախ էին նրանց համար։ Տիկին Թերեզան երբեք այդքան երջանիկ չէր եղել։ Տեսնում էր, որ որդին նորից ժպտում է։ Տեսնում էր, որ նա իսկապես ապրում է, ոչ թե պարզապես գոյատում։ Եվ Անահիտը, այն քաղցր աղջիկը, որը փրկել էր իր կյանքը, այժմ իր համար դստեր պես էր։ Մի քանի ամիս անց Ռաֆայելը պաշտոնական առաջարկություն արեց։ Ծնկի իջավ Անահիտի առաջ, նույն այն վայրում, որտեղ սկսվում էին նրա հողերը, որտեղ նախկինում խրճիթն էր, մատանի առաջարկեց։ Դա աշխարհի ամենաթանկ մատանին չէր, բայց կատարյալ էր։ Պարզ, էլեգանտ, իմաստով լի։ Անահիտ, դու փոխեցիր իմ կյանքը։
Ինձ սովորեցրիր, թե ինչն է իրականում կարոր։ Ինձ ցույց տվեցիր քաջության, բարության իսկական սիրո իմաստը։ Կամուսնանաս ինձ հետ։ Կկառուցես կյանք իմ կողքին։ Անահիտը նույնիսկ չտատանվեց։ Այո։ 1000 անգամ այո։ Հարսանիքը պարզ էր, բայց գեղեցիկ։ Անցկացվեց առանձնատան այգում վայրի ծաղիկներով, որոնք Անահիտն ինքն էր հավաքել, բոլոր ծառաների աշխատողների ներկայությամբ։ Շքեղ արիստոկրատներ չկային։ Կեղծիք չկար։ Միայն մարդիկ, որոնք անկեղծորեն սիրում աջակցում էին զույգին։ Տիկին Թերեզան լաց էր լինում ամբողջ արարողության ընթացքում։ Լաց էր լինում ուրախությունից։ Լաց էր լինում երախտագիտությունից։ Լաց էր լինում այն ամենի համար, ինչի միջով անցել էին, այն ամենի համար, ինչ սպասվում էր։ Եվ երբ Ռաֆայելը համբուրեց Անահիտին, կնքելով ուղտերը, բոլորը ծափահարեցին։ Որովհետև գիտեին, որ դա պարզապես հարսանիք չէր։ Դա հաղթանակ էր։ Բարության հաղթանակը չարության նկատմամբ։ Սիրո հաղթանակը մանիպուլյացիայի նկատմամբ։ Ճշմարտության հաղթանակը ստի նկատմամբ։ Կյանքը շարունակվեց։ Անահիտը կառուցեց իր տունը այն հողերի վրա, որոնք այժմ իրենն էին։ Դա առանձնատուն չէր, բայց հարմարավետ էր սիրով լի։ Նա Ռաֆայելը ժամանակը բաժանում էին Ալավերդյանների առանձնատան Անահիտի տան միջ։ Եվ երկու վայրերում էլ երջանիկ էին։ Տիկին Թերեզան դեռ երկար տարիներ ապրեց, շրջապատված իր որդու Հարսի սիրով։ Տեսավ թոռների ծնունդը։ Տեսավ, թե ինչպես է իր ընտանիքը մեծանում։ Եվ երբ վերջապես եկավ նրա հեռանալու ժամանակը, նա հեռացավ խաղաղությամբ, իմանալով, որ թողնում է սիրո բարության ժառանգություն։ Անահիտը երբեք չմոռացավ, թե որտեղից է եկել։ Երբեք չմոռացավ համեստ խրճիթը, աշխատասեր մորը, դժվարությունները։ Բայց նա երբեք թույլ չտվեց, որ իր անցյալը որոշի իր ապագան։ Նա դարձավ հարգված կին, ոչ թե իր ազգանվան կամ հարստության, այլ իր բնավորության շնորհիվ։ Դպրոց բացեց գյուղի աղքատ աղջիկների համար, սովորեցնելով նրանց կարդալ գրել։ Կանանց աշխատանքի ընդունեց իր դերձակության արհեստանոցում, նրանց արժանապատվության հնարավորություն տալով։ Եվ Ռաֆայելը, նրա կողքին, աջակցում էր ամեն ինչում։ Նա սովորել էր, որ մարդու իրական արժեքը ոչ թե նրա ծագման, այլ նրա գործերի մեջ է։ Եվ Անահիտը իր գործերով ամեն օր ապացուցում էր, որ նա ամենաարժեքավոր մարդն է, ում ինքը ճանաչել է։ Հաղարծին գյուղը նույնպես փոխվեց։ Մարդիկ դանդաղ սովորեցին, որ բարությունն ու քաջությունը սոցիալական դաս չունեն, որ հերոսները կարող են գալ ցանկացած վայրից, եւ որ երբեմն ամենագեղեցիկ պատմությունները սկսվում են ամենափոթորկոտ գիշերներին։ Տարիներ անց, երբ Անահիտը նստած էր իր տան պատշգամբում, դիտելով մայրամուտը իր հողերի վրա, Ռաֆայելի հետ կողք կողքի իրենց երեխաների հետ, որոնք խաղում էին այգում, նա խորում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Այն անձրոտ գիշերվա մասին, երբ մի անծանոթուհի թակել էր իր դուռը։ Այն մասին, թե ինչպես էր բարության մի պարզ դրսևորումը փոխել ամեն ինչ։ Չես սխչում, հարցրեց Ռաֆայելը, կարծես կարողանար կարդալ նրա մտքերը։ Այն գիշեր դուռը բացելու համար։ Անահիտը նայեց նրան, ժպտալով։ Ոչ մի վայրկյան։ Դա այն գիշերն էր, որը փոխեց իմ կյանքը։ Այն գիշերը, որը ինձ բերեց քեզ մոտ։ Այն գիշերը, որը ինձ ցույց տվեց, որ հրաշքներն իսկապես տեղի են ունենում։ Ռաֆայելը նրբորեն համբուրեց նրան։ Հրաշքը դու էիր, Անահիտ։ Միշտ դու ես եղել։ Եվ մինչ արը մայր էր մտնում, երկինքը ներկելով ոսկեգույն վարդագույն, Անահիտը գիտեր, որ տանն է։ Ոչ միայն իր շուրջը գտնվող փայտե քարե տանը, այլ այն մարդկանց սրտերում, որոնց սիրում էր։ Եվ դա, վերջապես, այն ամենն էր, ինչի կարիքը նա միշտ ունեցել էր։ Սկզբնական փոթորիկը, որը վախ էր բերել, այժմ պարզապես հեռավոր հիշողություն էր։ Լռության շղթան կոտրվել էր։ Արդարությունը հաղթանակել էր։ Եվ պատմությունը վերջապես պատկանում էր նրանց, ովքեր համարձակվեցին ասել ճշմարտությունը։